Ես որ գնում էի համերգների, միշտ հայրս հուզվում էր, ասում էր, որ ինձ մի բան կլինի, ես քեզ չեմ տեսնի։ Այդ ժամանակ, երբ որ վտանգ կար, որ ես իմ փոքրիկին կարող է կորցնեմ, հենց այդ ժամանակ հայրս մահացավ։ Ես միշտ աղջկաս փայլուն աչուկներին, որ նայում էի, հիշում էի հայրիկիս այդ խոսքերը, որ ես կմեռնեմ, բայց քեզ բան չի լինի։ Իմ հայրիկ Շրջագայել ես նաև Ներսիկ Իսպիրյանի հետ։ Իմ ունեցած տեղեկություններով այսօր ձեր միջև լարված հարաբերություններ են կամ չկան հարաբերություններ։ Արդյոք դա ճիշտ է թե ոչ։ Ուղղակի չենք աշխատում։ Նախ այս հեռավորությունը, հետո չենք աշխատում։ Բոլորիս համար հասկանալի է, որ կոնֆլիկտը աշխատանքային գործնական դաշտում է։ Եթե դու լինես նոր գցած առու, քեզ ոնց ուզեն կարող են իրենք տնօրինել։ Բայց երբ որ դու ունես քո սկզբունքը, դու ունես քո աշխատելու ձևը, մի քիչ քեզ դժվար է։ Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm Իրավան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, Velvet Rose by KK ծաղկի սրահ, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, ALA Renovations, Emperador Law Firm, Implantum USA Dental Group Dr. Sarkis Papazyan, Grand Reach Marketplace, Shop by Raya Hakusti խանութ սրահ, Elysee House Restaurant, Aroma International Marketplace, Pinnacle Aro Center, Gravel ծաղկի սրահ, Ari Depot Jewelry, Tun Lahmajo Restaurant, MS Travel and Tours ճամփորդական գրասենյակ, MX Motor Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers. Even if the clouds fill it instead. I don't need your worries. Character Dance Studio-ն Գլենդելում գտնվող իր ֆանտաստիկ երկու սրահներում դասընթացների է հրավիրում Պարի բոլոր սիրահարներին։ Դուք կամ ձեր փոքրիկը նախընտրում եք հայկական պարեր, հիփ-հոփ, բալետ թե լատինաամերիկյան կամ այլազգի պարեր։ Հենց այստեղ Character Dance Studio-ում ձեզ կսովորեցնեն եւ պրոֆեսիոնալ եւ սիրողական պարեր։ Պատրաստվում եք ձեր փսակադրությանը, ուրեմն վստահ եղեք, որ ձեր հարսանեկան պարն անմոռանալի կլինի։ Իդեպ Գլենդելում արդեն գործում է երկրորդ սրահը, վերանորոգված ու գերհագեցած տեխնիկական հնարավորություններով, որը կարելի է նաև վարձակալել։ Character Dance Studio, երբ տասնյակ տարիների փորձն ու ազգային ավանդույթները հանդիպում են ժամանակի ռիթմերի հետ։ The story you're about to hear is true.
Ողջույն, դուք դիտում եք Տետատետի նոր թողարկումը։ Մենք շարունակում ենք աշխատել եւ մեր տաղավար հրավիրել ամենակննարկվող եւ սիրված դեմքերի։ Վստահ եմ այսօրվա հյուրը առաջացնելու է ձեր մոտ միայն ու միայն դրական էմոցիաներ, որովհետեւ սիրված երգչուհի այսօր մեզ հետ Գոհար Հովհաննիսյանը։ Ողջույն Գոհար։ Ողջույն Մհեր ջան։ Գոհար, քեզ բոլորը սիրում են եւ անկախ նրանից սիրում են ազգագրական, ժողովրդական երգեր թե ոչ, միևնույն է դու առաջացնում ես միայն դրական ու բարի էմոցիաներ մարդկանց մոտ։ Շնորհակալ եմ առավոտ բարի լույսով այսքան ջերմ խոսքեր լսելու համար։ Իսկապես շնորհակալ եմ եւ իրենց սերն է, որ ինձ ուժ է տալիս ապրելու եւ ստեղծագործելու։ Որևէ մեկը չասեմ, բայց քչերը կպատկերացնեն, որ ժողովրդական ազգագրական երգեր երգող այս աղջկա իրական կերպարը շատ վառ, լավ տրամադրությամբ ու ծայրաստիճան մեծ հումորով աղջկա կերպար է իրականում։ Այդ երկուսը միշտ մեզ մոտ մեր մշակույթում, էստրադայում կամ էկրաններին անհամատեղելի է եղել։ Մենք երբեք չենք պատկերացրել, որ չգիտեմ, օրինակ Արև Բաղդասարյանը կարող էր լինել լավ հումորով մարդ եւ այլն, որովհետեւ այն ժամանակ երևի այլ կերպ էր, չէ՞։ Էկրաններն ու իրական Ոճը պարտադրող է, այո, երբ որ երգում ես ազգագրական կամ ժողովրդական երգեր, պիտի ավելի տենց լուրջ տարազով, չէ՞։ Այո։ Խարիզմատիկ, բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու մեջ պետք է լինի հումոր, որովհետև հումորը ավելի է հեշտացնում կյանքդ, ավելի ուրախ է լինում, ավելի թեթև ես ապրում եւ յուրաքանչյուր բանի, երբ որ մի փոքր հումորով ես մոտենում, այդքան չի ծանրանում կյանքդ, ավելի թեթև է։ Գոհար, այդպես է եղել հենց մանկուց, հա։ Մանկուց հիշում եմ, որ շատ կոմպլեքսավորված երեխա էի, շատ, երբ որ գնում էի այն ժամանակ երգում էի մանկական Զորավար Անդրանիկ ազգագրական խմբում եւ շատ ամաչկոտ, հետո երբ որ դպրոցս ավարտեցի, ընդունվեցի ճիշտ իմ մասնագիտությամբ Հիդրոմելիորատիվ քոլեջ, ջրային ինժեներ։ Հեչ կապ չուներ ինձ հետ այդ քոլեջը, պարզապես դե այդ ժամանակ վատ տարիներ էր, վստահ համարյա բոլորն էին դժվար ապրում, բայց ինձ համար, որ ես դպրոց ավարտեմ, ընդունվեմ քոլեջ, դա մի ուրիշ կյանք էր, ուրիշ աշխարհ էր։ Քոլեջը դժբախտաբար մեր տան դիմացն էր հենց, մի երկու քայլ քայլում է եւ հասնում էի քոլեջ, պապիկս այնտեղ էր աշխատում եւ կապ չունի, որ ինձ հետ այդ մասնագիտությունը մի գրամ կապ չուներ, ջրային ինժեներ պատկերացնում եմ, ես ու ինժեներ է, բայց ամեն դեպքում այդ քոլեջը ինձ տվեց ամեն ինչ, ինձ տվեց լավ ընկերներ, որ մինչև այսօր կարող եմ ասել իմ ընկերները իմ կողքին են, անգամ Միացյալ Նահանգներում են ապրում։ Այդ քոլեջը ինձ տվեց ամեն ինչ բացի մասնագիտությունից, մի քիչ անկարգ ուսանող էի, այնտեղ երգում էի, մի դասախոս ունեինք, ասում էր, խնդրում եմ դու դասի մի արի, ես կգնահատեմ քեզ, մենակ մի արի, իմ էներգիան տանում ես։ Անլուրջ էի մոտենում, դե ուղղակի չէի հասկանում այդ մասնագիտությունը, իմը չէր դա։ Ու այդտեղից ես շատ փոխվեցի, ավելի տենց հումորս արթնացավ։ Էներգիադ բացվեց։ Այո, էներգիաս բացվեց, կոմպլեքսներից դուրս եկա։ Հետո ընդունվեցի Երգի պետական թատրոն։ Արի մինչև Երգի թատրոն անցնելը, որովհետև դա շատ կարևոր փուլ է քո կյանքում։ Խոսենք քո ընտանիքի մասին, դուք արմատներով նաև Սասունից եք, հայրական կողմով, եւ մեզ մոտ էլ չէ, տենց կարծրատիպ կա ձևավորված, որ Սասունի ժողովուրդը շատ խիստ բարքերով, շատ էսպես կրկին փակ ընտանեկան մշակույթով ժողովուրդ են։ Ինչպիսին էր ձեր ընտանիքը եւ ինչ կպատմես քո արմատներից։ Հայրս իսկապես շատ խիստ է եղել, այնքան խիստ, որ հիշում եմ դպրոցը ավարտելու այդ վերջին քեֆը, որ պիտի անեն, վիպուսկնոյ, չէր թողում, որ ես մասնակցեի, ու ես ստիպված էի, որ մեր տանը պիտի լինի դա, որոշեցինք մեր տանը անցկացնենք այդ խնջույքը, որ ես մասնակցեմ։ Այդտենց խիստ է եղել հայրս, բայց ես հիշում եմ, որ մեր յուրաքանչյուր հավաքույթին հորաքույրներս էլ էին շատ հումորով։ Իրենք գիտեք ոնց, տատիկս 80 անց էր, տարիքը, երբ ես նոր էի ամուսնացել, նշանված էի այդ ժամանակ։ Երբ իմ ամուսինը մտնում էր ներս, նշանածս, տատիկս վեր էր կենում, ամաչում էր հաց ուտեր։ Բայց որ մի պատմություն էր պատմում, ունենց բաց հայոյանքներ էր ասում։ Ասում եմ, որ տես կինը հայոյանք ասելուց չի ամաչում, հետո իմացա, որ մեր գյուղում դա օշնանք է, էլի այդ հայոյանքը։ Իհարկե չափի մեջ հայոյանքը։ Շատ խիստ է եղել հայրս, շատ, բայց
հետո որ մեծացա արդեն մի քիչ էլ երես տվեց ինձ, դե աղջիկ մենակ ես է, երկու եղբայր ունեմ։ Իսկ ինչ ես կարծում, գար այդ ինչի համար էր այդ փակ պահել աղջկան։ Դա ինչ որ մշակութային առանձնահատկությունն է, որ սերնդեսերունդ գալիս է, թե այն սասունցիների տեսակն է, որ իրենք պիտի սենց էլ իրենց աղջիկը պիտի կարճ չհագնի, իրենց աղջիկը պիտի չշպարվի, սենց բեղերով լինի։ Չէ, կատակը մի կողմ իրենք շատ ավանդույթները պահող են։ Ես հիշում եմ, երբ սիրահարվեցի իմ ամուսնուն, ես չգիտեի իմ հայրիկին ոնց պիտի ասեմ, ու շատ ծիծաղելի հայրս այդ ժամանակ գյուղում էր մայրիկիս հետ, արդեն վատառող չէր հայրս, ես որոշեցի, որ գնամ աշխատանքից հետո հայրիկիս տեսնեմ, եւ այդ ժամանակ դեռ ընկերություն չէինք անում իմ ապագա ամուսնու հետ, որոշեց, որ ես քեզ կտանեմ գյուղ, բայց դե հիմա բան եմ, համ լարված եմ, դե տանի ես ժամին, պապային ինչ պիտի ասեմ, այս տղենով է։ Ճիշտ է, այս ընկերներ ունեմ, միշտ ընկերական շրջապատում եմ մեծացել ու շատ սիրել եմ տղաների հետ ընկերություն անել, բայց ամեն դեպքում լարված եմ գիշերով ժամը 12-ից հետո ինձ տղա է բերում տուն, եւ եկանք աղոթելով ասում Աստված ջան, Երանի պապաս քնած լինի, մեկ էլ առավոտ ժամը 6-ին, դե Գուրգենն էլ մնաց տատիկիս տանը, առանձին սենյակում էլ, իմը հեր չան։ Առավոտ արթնացանք, սուրճ եմ պատրաստում, տենց պապաս շատ լավ ընդունեց իրեն, մեկ էլ առանձին եկանք տուն, սենց հայց բալես ասեց, դու ոնց որ սիրում ես այս տղուն, վայ ասեցի, պապ, դու իրան բան չես ասել, իսկապես ինք ինձ դեռ չէր արտահայտվել, ասես չէ, դու հենց անես չէիր ասի, ապեր կարող եմ մրսես այս շորը գցի վրետ։ Դրանից պապաս եզրակացրել էր, որ ես սիրահարվել եմ, հետո ասեց, որ ինքը շատ լավ տղա է, ես հավանում եմ իրեն, եթե ձեր մեջ ինչ-որ բան կա, ես կուզեմ, որ ավելի լրջանա, ես այդ ժամանակ իր հոգու հետ խաղացի, ասի, որ ես էլ եմ հավանում, բայց ասեցի ինքը ասել է, որ պիտի չերքես, որովհետև մամաս շատ դժվարությամբ է ինձ տարել երգի, հայրս միշտ դեմ է եղել, որ ես ինչ երգչուհի, ինչ բեմ, ինչ հեռուստատեսություն, այդ ժամանակ ասեցի, որ այս տղան չի թույլ տալիս, որ ես երգեմ, կամ բեմը, կամ ընտանիք, հայրս էս մի հատ սթափվեց, հենց արեց, չէ, ասա, ապեր այդ մեկը չի լինի, ես պիտի երգեմ, մեկ էլ այնտեղից մայրս ոնց կգա, չէ, տենց ինքնահաստատվելու, բա դու ժամանակին ոնց չէիր թողնում, բան տենց հին ու նոր անելով, շատ խիստ է եղել, բայց ես լեզու գտել եմ իր հետ, արդեն որ մեծացա, ոնց որ ավելի ընկերություն արեցի հայրիկիս հետ։ Ընդհատենք զրույցը հետաքրքիր ու կարևոր ինֆորմացիայով։ Այս պահին ես գտնվում եմ Իմպերատոր իրավաբանական գրասենյակում, որը արդեն վաղուց մեր համայնքում շատ հայտնի է եւ ունի իր կարևոր ազդեցությունը։ Այս պահին իմ կողքին է Իմպերատորի համահիմնադիրներից մեկը, Արմինե Անտոնյանը, ողջույն Արմինե։ Ողջույն Մերճան։ Արմինե, շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել։ Եկեք հենց ամենասկզբից խոսենք, թե ինչով է զբաղվում Իմպերատորը եւ ինչ աշխատանքները, ինչ ոլորտում աշխատանքներ է տանում։ Մենք իրավաբանական ընկերություն ենք, մասնագիտանում ենք immigration, personal injury, employment law եւ family law, այդ բոլոր այդ 4 ճյուղերի մեջ, կասեմ, որ դոմինանտ են ճյուղերից personal injury եւ immigration։ Հիանալի է, գիտեմ, որ մեզ հայերից հաճախ նաև հետաքրքրում են միգրացիոն հարցերը, ցավոք մեր հայրենակիցներից շատերը ունեն նման խնդիր Միացյալ Նահանգներում եւ մշտապես գիտեմ, որ դրական ելքով кейսերի մասին եք տեղեկացնում մարդկանց, վաղուց եք այդ հարցով զբաղվում եւ հաճախ են արդյոք հայերը նաև ձեզ դիմում նման խնդրով։ Արդեն տարիներ զբաղվում ենք, ասեմ, որ վերջի 2 տարին ուղղակի դոմինանտ ենք հանդիսանում հատկապես ապաստանի գործերով, ունենք ամեն ամիս Փառք Աստծո, հապարտիրոջ ունենք հաղթանակներ, հունվար ամսին ունեցել ենք արդեն 3 հաղթանակ, բայց ունեցել ենք 10-ից ավել դատեր։ Այսինքն մենք շատ ինտենսիվ զբաղվում ենք ապաստանի գործերով, ինչպես նաև ընտանեկան միացման գործերով, թե Հայաստանից, թե այստեղից։ Մեզ համար կարևոր է նաև մեր գործընկերներին ներկայացնել, որպեսզի ել ավելի մեծ հավատով լցվեն մեզ հետևողները, որտեղ միշտ այդպես է, երբ մարդուն փորձում ես ել ավելի լավ ճանաչես, գնահատում ես նաև նրա արած աշխատանքը։ Գիտեմ, որ մասնագիտական պրոֆեսիոնալ կրթություն է ստացել նաև Լոնդոնում, Բրիտանիայում, ինչպես ես ընտրել մասնագիտություն եւ ինչպես այդտեղ գնացիր այդ տարիքում հենց։
Դեռ պատանի հասակից եմ ընտրեի մասնագիտությունը, որը շատ սիրում եմ, 16 տարեկանում եմ ընդունվել Մեծ Բրիտանիայում համալսարան, հենց Լոնդոնում եմ սովորել, այնտեղ դառել եմ փաստաբան, աշխատելուց հետո տեղափոխվել եմ Միացյալ Նահանգներ, սովորել եմ Բերքլի համալսարանում, աշխատել եմ թե աշխատանքային իրավունքի ոլորտում, թե մասնագիտացել եմ հատկապես աֆգան կանանց, ինչպես տեղափոխել Աֆղանստանից այստեղ, ովքեր որ հալածվել են թե թալիբների կողմից, թե իրենց ամուսինների կողմից, էլի immigration մի քիչ ուրիշ։ Շատ լավ, դե ինչ մենք մեր առաջիկա թողարկումների ընթացքում էլ ավելի մանրամասն կներկայացնենք ձեզ Իմպերատոր իրավաբանական գրասենյակը եւ իրավաբաններին, այնպես որ մնացեք մեզ հետ։ Բոլոր կանանց ու աղջիկների ուշադրությունն ենք այժմ հրավիրում, որովհետև մեր նոր գործընկերոջն ենք ներկայացնելու Shop by Raya։ Այդպես է կոչվում նոր խանութ-սրահ, որը բացվել է Լոս Անջելեսում, եւ պիտի ասեմ, որ բոլոր ճաշակի կանայք եւ աղջիկները այստեղ կգտնեն իրենց նախընտրած հագուստը ամենատարբեր միջոցառումների ու ամենատարբեր առիթների համար։ Առօրյա casual հագուստից մինչև երեկոյան եւ ներկայանալ իզգեստներ, աշխատանքային եւ օֆիսային, գուցե նաեւ որոշակի solid կերպարներից մինչև վառ եւ անհատականությունը ընդգծող հագուստներ։ Նաև պետք է նշել, որ գործում է on-line վաճառք եւ այցելելով Instagram-յան այս էջը, վստահ եմ կտեղեկանաք, թե ինչպես կարող եք նաև on-line տարբերակով ձեռք բերել ձեր նախընտրելի հագուստները։ Shop by Raya-ի տարբեր հավաքածուները տարբեր տարիներին նախընտրել են ամենատարբեր top արտիստներ, ամենատարբեր celebrity-ներ ու հայտնի մարդիկ, ովքեր տարբեր reality show-ներում են ընդգրկված եւ ամերիկյան հեռուստատեսությունում։ Հայկական շոու բիզնեսից արտիստներ եւս նախընտրում են այստեղից հագնվել, այնպես որ մեկ անգամ այցելելով հենց խանութ-սրահը կամ պարզապես այցելելով Instagram-յան էջը վստահ եմ կգտնեք ձեր նախընտրելի կերպարները։ Velvet Rose-ում դիզայներների ցանկությունը մեկն է։ Իրենց ստեղծած ծաղկեձևավորմամբ կամ ծաղկեփնջով փոխանցել այն բոլոր խոսքերը առանց խոսքերի, որոնք դուք ցանկանում եք փոխանցել ձեր սիրելիին կամ պարզապես այն մարդուն, ում դուք նվիրում եք այս ծաղկեփնջերն ու ձևավորումները։ Իսկապես շատ կարևոր է, որպեսզի դրանք փոխանցեն այն էներգիան եւ այն զգացողությունները, որոնք շատ հաճախ մենք չենք կարողանում ասել խոսքերով։ Այնպես որ այցելելով Velvet Rose դուք կգտնեք այն խոսքերը, որոնք շատ կարևոր են։ Այստեղ դիզայներները ընտրում են ոչ միայն այն ծաղիկները, որով կարելի է գեղեցիկ ձևավորել, այլ նաև այն ծաղիկները, որոնք համեմատաբար ել ավելի երկար կապրեն եւ ել ավելի երկար կուրախացնեն ձեր հարազատներին։ Velvet Rose-ում նաև կարող են ձեր հատուկ առիթները գեղեցիկ ձևավորել եւ պատրաստել այնպիսի գեղեցիկ փաստորեն միջավայր, որը կհամապատասխանի ձեր ճաշակին։ Այցելեք եւ կհամոզվեք։ Գոհար, ինչ դժվարությունների միջով է թեկուզ նաև կենցաղային ձեր ընտանիքը անցել։ Այդ տարիներ էին, որ գրեթե բոլորն էին անցնում, բայց ամեն մեկիս պատմությունը նախ մեր անհատական պատմությունն է, եւ դա նաև ձևավորում է մեր մեջ ինչ-որ բնավորություն ու հիշողություններ նաև, որոնք անփոխարինելի են։ Եվ երբ հասկանում ես, որ մի ամբողջ ընտանիքով եք անցել այդ դժվարությունների միջով, բայց այսօր այստեղ կանգնած եք, դա նաև որոշակի ուժի մասին է խոսում։ Կպատմես այդ դժվար օրերի մասին։ Իսկապես շատ դժվար օրեր եմ անցել, բայց ես միշտ փորձում եմ տխուր կերպով չպատմել, չհիշել, բայց հենց նոր մի բան հիշեցի, մի պատմություն, երբ որ սովորում էի քոլեջում, այդ մի տարիք էր 16-17 տարեկան, որ ուզում ես լավ հագնվես, որ չմտածեն, որ դու վատ ես ապրում, սենց կոմպլեքս կար իմ մեջ, եւ հիշում եմ, մի օր մայրս եկավ տուն ու ասաց, որ ես վաղը ուշ եմ գալու աշխատանքից տուն, ես մտածեցի ինչն է պատճառը, բայց զգում եմ, որ մայրս թաքցնում է, չի ասում ինչն է պատճառը, հետո ասաց, որ պիտի գնամ ուրիշի հարսանեկին ամանները լվանամ ես, ու ես ամբողջ գիշեր այդ իր ասածից չկարողացա քնել, առավոտ արթնացա ու ասեցի, որ դու գնում ես հասի փող աշխատելու համար, ես էլ պիտի գամ քեզ հետ։ Մայրս չի լինի դու քո դասերը, բան, ասի չէ, ես պետք է գամ քեզ հետ ու համ ասեցի, համ մտածում եմ Աստված իմ հանկարծ ոչ մեկ չտեսնի, դե ուսանող ես, չէ, թաքցնում ես քո այդ վատ ապրելը։ Մի խոսքով գնացինք արդեն այդ խնջույքի խոհանոցում ենք, նոր ենք հասել տեղ, մեկ էլ խոհանոցի դուռը բացվեց, իմ կուրսի տղան մտավ ներս։ Վայ, ես ինձ շփոթվեցի, շատ վատ զգացի ինձ ու
այդ րոպեին մի սուտ եկավ ինձ մոտ, ասացի, որ մենք էլ մայրիկիս հետ խմորեղեն ենք պատրաստել, բերել այսօրվա առիթին, խմորեղեն, իբր թե հացի փող շատ ունենք, խմորեղեն թխենք։ Մի խոսքով, ու շատ ծանր տարա, մի անկյուն գտա, հուզվում եմ այնտեղ կանգնած, մեկ էլ մայրս եկավ, ասաց, որ դու չես կարա մնաս այստեղ, գնա տուն։ Եվ ես եկա տուն, անցավ, տենց տարիներ, 2007 թվականին այստեղ Միացյալ Նահանգներում մասնակցեցի մրցանակաբաշխության, որտեղ ինձ տվեցին տարվա լավագույն ազգային երգչուհի այդ մրցանակը, եւ ես տենց ոգևորված ետ եմ վերադառնում արդեն հայրենիք, մայրս միշտ ոչ թե թաքցրել է, բայց չի ասել, որ Գոհար Հովհաննիսյան իմ աղջիկն է, բան, աշխատում էր մայրս հիվանդանոցում եւ ասաց քեզ մի բան պիտի խնդրեմ, ասաց մեր քույրերից մեկի բարեկամի առիթն է, շատ երազանքի նման մի բան է, որ հրավիրեն քեզ իրենց առիթին, մինչեւ անգամ ասել են թող չերքի, պարզապես ինքը ներկա լինի, մի խնդիր չի մայրիկ ջան, բան սիրով կգամ ու ես մտնում եմ այդ սրահ, բոլորը սենց ծափերով դիմավորում են, պարզվում է գիտեք ում երեխայի առիթներում հարսանիքին, որ ես Արման էի գնացել Լևանալու։ Մի խոսքով շատ բան է կյանքը, չէ՞։ Այո, ամեն անգամ այդ դժվարությունները ես հիշում եմ, որ մայրս ինձ միասին գնում էինք երգի էր տանում, մենք ապրում էինք Կայարանում, իմ դպրոցը երիտասարդականում էր եւ հիշում եմ պահեր լինում, որ մի ժետոնը սենց գցում էինք, ես մամայից անցնում ենք, մի անգամ էլ ավտոբուսով ենք գնում, մայրս ասեց, բա ինչ անենք, ասեց, բալես ասեց, դու իջի շուտ գնա, ես հետևից իմը ստանամ, ասի մամ, հələ մի հատ իմ բոյին նայի ու քո ավելի լավ չի դու իջնես գնաս, ես ստանամ։ Բայց այդ ամեն ինչը կոփում է մարդուն, ես սիրել եմ դժվարություն, որովհետև երբ որ դժվարությունը անցնում ես, ինքդ քեզ ճանաչում ես, քո ուժն ես ճանաչում, հավատում ես քո մտքին, որ դու հենց այնց միտք չի գալիս, երբ որ միտք է գալիս, դու պիտի աշխատես, հասնես դրան։ Բայց պահ է լինում, որ մինչև այսօր այդ դժվարությունները կան, շատ կան։ Շատ դժվար է, երբ որ դու քո ոճով ոճը արդեն ունես, որպես պատասխանատվությունը մեծ է, որ ազգային եւ ժողովրդական երգը պիտի մաքրամաքուր պահես եւ արդեն քեզ այլ ոճում չեն պատկերացնում եւ անընդհատ ամեն անգամ թեկուզ իմ տեղափոխվելը Միացյալ Նահանգներ բոլորի համար դա ես մի քիչ թեմայից շեղվեցի։ Չէ, ճիշտ ես անում, բայց ես կարծում եմ հիշի ինչ ես ասում, ես էլ կհիշեմ, որպեսզի միտքը չընդհատվի, բայց երևի լավ է, գիտես, որ քեզ այլ կերպ չեն պատկերացնում, որովհետեւ նախ սա կեղծ ու հորինված ոչ չի քեզ համար, դա գալիս է քո արմատներից, սկսենք այդտեղից, երկրորդը դա քո մոտ այնքան փայլուն եւ այնքան անթերի է ստացվում, որ ժողովուրդը սիրել է, եւ երրորդ հերթին պիտի լինեն այնուամենայնիվ այս համատարած շիլաշփոթի մեջ մարդիկ, ովքեր պիտի առաջին պլան բերեն մեր ազգային երգը եւ հատկապես այս ժամանակաշրջանում, երբ կան մարտահրավերներ, նաև ազգային ինքնության տեսանկյունից։ Ինձ թվում է այդ երգի կարևորությունը մենք բոլորս մեդիա անհատները պիտի բերենք առաջին պլան, ու ես կուզեմ, որ դու միշտ երգես հենց այս ոճում։ Ես ինձ պարզապես այլ ոճում չեմ պատկերացնում, որովհետև երևի պատճառն այն է, որ ես ծնվել եմ, այո, սասունցիների ընտանիքում եւ անկախ ինձանից ես երբ որ առաջին անգամ ընդունվեցի ջազային էստրադային քոլեջ, որտեղ Ռուբեն Մաթևոսյանն էր քննությունը վերցնում, ես երբ որ երգեցի Քելելաո երգը, ասացի թե երկրորդ երգն էլ sense չերգես, քեզ բալկոնից կգցեմ ցած։ Ես այդ երգը որևէ մեկի մոտ չէի սովորել։ Պարզապես այդ բնությունն էր, չգիտեմ, ես իմ գյուղում նենց եմ երգում, որ ոչ մի բեմում եւ ստուդիայում տենց չեմ երգի, ես շատ սերտորեն կապված եմ իմ գյուղի, իմ հողի հետ։ Դրա համար շատերի համար չէին պատկերացնում, որ Գոհար Հովհաննիսյանը կարող է մի օր Հայաստանից գնա դուրս ապրի, սա ինձ համար տեղանք է, իմ մեջ իմ հայրենիքն է, ամեն տեղ է իմ հայրենիքը, իմ երգն է, եւ ես ավելին ասեմ, որ այստեղ հիմա ոչ թե դա իմ կարծիքն է, Հայաստանում ես չունեի դպրոց, ես այստեղ ունեմ դպրոց, հիմնել եմ արդեն 3 տարուց ավել է, որտեղ երեխաներ, աշակերտներ ունեն, որ հայերեն են շատ դժվար խոսում, բայց իրենք երգում են մեր ազգային երգերը, դա ինձ
ավելի ուժ է տալիս, որ ես մտածում եմ, որ թեկուզ մի երեխայի մեջ էլ սերմանվի մեր ազգային երգը, որովհետև մենք այլ ազգից մեր մշակույթով պիտի տարբերվենք, ենք, ճիշտ է հիմա ամեն ինչ խառնվել է իրար, ամեն ինչ, բայց պիտի չհիասթափվես, պիտի հավատաս քո գործին, եւ դա ինձ համար մեծ պատասխանատվություն է, պահենք, պահպանենք, սերմանենք մեր մեզանից հետո եկող սերնդի մեջ։ Գալիս է քո կարիերայի երևի թե առաջին պատասխանատու փուլը, որը սկսվում է ընծայով եւ Երգի պետական թատրոնով։ Նու լայն զարգվածների համար այդպես էր։ Դու անում ես ամեն բան այդտեղ եւ աչքի ես ընկնում կրկին քո տաղանդով եւ անհատականությամբ, բայց այնուամենայնիվ դա այն չի, ինչով հետագայում քեզ պիտի ճանաչեն ու սիրեն։ Ընծայից առաջանում է հայկական առաջին գլբենդերից մեկը, 4 տարբերակը, դու Գոհարը Ջավուկցյան, Նարինեն եւ Քնարիկը դառնում եք հավանաբար հայկական Spice Girls։ Վիճելու հարցեր ես տալու մեր ջանը, չէ՞։ Դառնում եք հայկական Spice Girls-ի երևի թե ինտերպրետացիան։ Ես հիշում եմ, որ ես աշխատում եմ այդ ժամանակ ես ամսագրում ու մեզ համար դա իրադարձություն էր, որ 4 ընդգծված բառանտականություն, ամեն մեկը վոկալի եւ բեմական տեսքի տեսանկյունից շատ տարբեր, բայց այնուամենայնիվ նույն նախագծում են։ Քեզ համար այդ առաջարկը ընդունելը ինչպես եղավ եւ արդյոք համաձայն էիր դու այդ գաղափարի, թե ստիպված ընդունեցիր Գրիգորիչի առաջարկը։ Չէ, դա Գրիգորիչի առաջարկը չի եղել, մենք քանի որ երգում ենք կանաչ գոտում, այդ նախագիծներ Երգի պետական թատրոնի, մենք մի անգամ Կապուտակ Սևան գնացինք հանգստանալու եւ նաեւ համերգների, այնտեղ շատ պատահական մի սենյակում հայտնվեցինք 4 տարբեր աղջիկներ, շատ սիրեցինք, ապրեցինք մի քանի օր միասին եւ հետո որոշեցինք ինչու՞ չէ, մի երգ 4-ով երգենք, ամեն մեկս մեր անհատականությունը, ամեն մեկս մեր ոճով ներկանանք եւ այդ ժամանակ գրեց Ավետը մեր շատ սիրելի այդ երգը 4 տարբերակ, 4 տարբեր զարկ, շատ հավես, շատ հետաքրքիր էր, բայց միշտ հիշում եմ, որ ինձ մոտ պարելը չէր ստացվում, հետո դա ինձ մոտ կոմպլեքս էր։ Չի լինի, ես չեմ կարող պարել, մեր վեճերը այդ պարերից էր լինում, իսկապես շատ ջերմ ընկերության հիմքի վրա է եղել մեր խումբը, դրա համար էլ անգամ իմ դուրս գալուց հետո մեզ մոտ մի գաղափարը մեկն էր, որ ընկերություն հետո նոր գործ, գործը չկար այդքան, որ փլուզվեր մեր ընկերությունը, դրա համար մենք մինչև այսօր շատ մտերիմ ընկերուհիներ ենք, Գոհարը այստեղ է ապրում, իմ հարևանուհին է, նաև իմ խմբի հովանավորը չէ։ Ես մեկ որ սենց ծուրս գալիս է, ասում եմ, չէ, պիտի գնամ Հայաստան, հետ եմ գնում, մեկ էլ հիշում եմ, որ Գոհարը այստեղ է, չէ, տենց բան չի լինի, հա, Գոգնեն ինձ ասում, դե գնում ես, գնա արդեն հոգնեցի ես քեզանից, ասում ես եկել եմ, դու ինձ այստեղ լավ չես պահում, ինչ որ սենց մունատ եմ գալիս, չէ, իրականում մենք շատ լավ ընկերներ էինք, մի քանի երգ, համարյա 10 երգից ավել մենք ձայնագրություն ունեցանք, բայց էլ ես ասելիք չունեի, պատճառը դա եղավ, որ ես դուրս եկա, խումբը արդեն առանձնացան, բայց փառք Աստծո այսօր բոլորն էլ անհատականություն են եւ բոլորն էլ գտել են իրենց, իհարկե բոլորն էլ ամեն մեկն ինձ չէր, որ Գոհարը դուրս եկավ, քամին մեռավ սրտից։ Բայց այնուամենայնիվ դա կարող է անցալվել որպես հարված մեջքից եւ այնուամենայնիվ խմբի մեջ ջան, մեջքից չէր, ես բաց ասեցի, որ ես էլ ասելիք չունեմ։ Ես կարող էի մեջքից ասել, բայց չէ։ Այնուամենայնիվ ոնց տարան աղջիկները քո խմբից դուրս գալու լուրը եւ դու կարծում ես արդյոք որ դրանով խափանել ես։ Չէ, շատ նեղվեցին, Նարինեն դե բնավորությամբ Արցախցի մի քիչ sense չոր մեկնաբանեց, հիմա որ հիշում եմ ազդվում եմ, բայց իրան շատ եմ սիրում։ Ինչ ասեց։ Դե բաներ ասեց, որ դու խմբում ես համերգների էինք, վատա, ինչ վատա, նորից գնա, հետ գնա, բան, քո ժողովրդականը երգի դե։ Հիմա այդ ծիծաղով ենք իհարկե հիշում։ Քնարը միայն տրվեց զգացմունքներին, սկսեց անդադար հուզվել, երևի մեջների ամենաադեկվատը Գոհարն էր, այնպես դիրք բռնեց, որ ես չգիտեի իրեն ոնց ասեմ, որ դուրս եմ գալիս, բայց իրականում ոչինչ չասեց, այդ լռությունը ինձ համար ավելի ցավոտ էր։ Երևի 1 ամիս շատ քիչ sense շփումը չեղավ, բայց 1 ամիս հետո արդեն մենք միասին ծնունդ էինք գնացել եւ արդեն հասկացանք, որ մեզ համար ամենակարևոր ընկերությունն է եւ մենք մեր ասելիքը ասել ենք,
Այս վերջերս իդեպ հավաքվել էինք Ամերիկայում, Նարինեն էր եկել։ Մտածեցինք, որ ինչ վատ կլինի, մի հատ էլ երգ սարքենք։ Հետո դե մեր մեջի ամենաաշխատողը եւ բառը եթե բերանից դուրս է գալիս, ինքը պետք է անպայման տեղում իրականացնի քնարիկն է։ Եկել քնարը շատ լուրջ էր ընդունել։ Երեխեք, բայց ճիշտ բան եք որոշել, եկեք նորից մի բան, ասի քնար ջան, արի մեր 60-ամյակին կանենք։ Բայց ամեն դեպքում խումբը վառ խումբ էր եւ նաեւ չենք ունեցել տենց հայեր խումբն է իհարկե եղել, բայց այս ֆորմատի աղջիկների խումբ չենք ունեցել ու շատերը հիշում են ու հիմա երբ ժամանակի մեջ հետ ես նայում, հասկանում ես, որ հետաքրքիր գաղափար էր, անընդհատ տարբեր կերպով ներկայանում եք ազգային երաժշտական մրցանակաբաշխության ձեր հայտնի համարն են performance-ն եմ հիշում այդ բժշկուհիների կերպարները։ Շատ զիլեր, հետո հիշում եմ, որ Ղարաբաղում պետքա լիներ երկրորդ նկարահանումը, դե այն ժամանակ չկար տեն սոցցանցեր, բան հանրային հեռուստաընկերությունը պիտի գա նկարի, պատկերացնեք ոնց ենք պատրաստվում Գրիգորիչը մինչև գիշերվա 3-ը փորձեր անում, դե ես էլ ախր շատ դաղ, չեմ կարողam շարժվեմ։ Ես իմեն ինչ պիտի անեի, sense պիտի գլորվեի հատակի վրա, հետո կանգնեի երգեի, մի խոսքով արդեն մեծ փորձն է, որ առավոտ նկարահանումը պիտի լինի, ես sense գլորվեցի ու սկսեցի մանտրաժից sense նստած մնացի գետնին, ասի չեմ կարողանում շարժվեմ։ Իհարկե Գրիգորիչը ուրիշ ժամանակ որ լիներ, շատ խիստ կլիներ, ասես դե չի կարողանում ես մարդը շարժվի, կհանենք այս համարը։ Դե աղջիկները նեղվեցին, որովհետև համարյա 2 ամիս պարապել են, դե բայց չէր ստացվում իմ մոտ։ Հետո մի հատ ուրիշ ճանապարհ գտանք, որ ես ուղղակի երգելով գամ, տենց երգեմ ու հեռանամ բեմից։ Տենց լուծում գտանք ոնց որ համերգներին, ինձ համար շատ դժվար էր այդ շարժվելը։ Միացյալ Նահանգներում փոխադրամիջոցը ավտոմեքենան ճոխություն չէ, այ ապահովությունը իսկապես ճոխություն է։ Մեզնից յուրաքանչյուրը առաջին հերթին իր եւ իր մտերիմների փոխադրվելիս ապահովության մասին է մտածում։ Ցավոք, ավտոպատահարներն էլ մեզնից չէ, որ միշտ կախված են լինում։ Եվ այդ պարագային պետք է մեքենան շատ արագ եւ որակյալ եւ շատ ամուր կարգի բերել։ Այդ հարցում Pinnacle Auto Service-ն առաջարկում է իր լավագույն ծառայությունները։ Իսկապես պիտի նշեմ, որ այստեղ մեքենան վերանորոգվում է ամենավորակյալ եւ բնականաբար իհարկե ամենալավ տարբերակով, որն առհասարակ շուկայում հնարավոր է։ Նաեւ ամենակարևոր հանգամանքը պիտի նշեմ, որ այստեղ իսկապես հոգ են տանում ձեր մեքենայի մասին, այնպես ինչպես դուք եք ձեր սեփական մեքենայի մասին հոգ տանում։ Այնպես որ դա արվում է շատ արագ ժամանակահատվածում, բայց շատ որակյալ տարբերակով։ Պետք է նաև անպայման նշել, որ towing ծառայությունը միանգամայն անվճար է։ Այս ընկերությունը աշխատում է բոլոր ապահովագրական ընկերությունների հետ։ Deductible-ի հետ կապված եւս մանրամասներ կան, կարող եք զանգարել նշված հեռախոսահամարով եւ բնականաբար իհարկե վայելել ձեր անվտանգությունը շատ կարճ ժամանակ անց։ Մենք հաճախ ենք լինում Ellis House ռեստորանում, որովհետև այն առաջին հերթին ամենահամեղ խոհանոցն է, որ երբևէ ճաշակել ենք, ամենահամեղ խոհանոցներից մեկը, եւ պիտի ասենք, որ այստեղ իսկապես ընտանեկան ու ընկերական միջավայր է, ինչը մեզ ստիպում է լարված չլինել, եթե ունենք հյուրեր, եւ առհասարակ մեզ գալ ինչպես տանը կամ մեր ընկերների հետ։ Մեր կողքին հենց այս ռեստորանի երևի թե աշխատակազմի ղեկավարն է եւ նաեւ մեր ընկերը Արմինեն, ով մշտապես շատ լավ մթնոլորտ է այստեղ Արայիկը եւս կարող է փաստել։ Շնորհակալություն քեզ եւ բոլոր այն աշխատակիցներին, ովքեր աշխատում են լինի ամպրոպ, անձրև, շոկ, 40 աստիճան թե ցուրտ, աշխատում են որպեսզի գոհացնեն ամենատարբեր նախասիրությունների տեր մեր հայրենակիցներին։ Այդտեղ սեղանին բազմա պիսի համեղ ուտեստներ, հիմնականում մսեղ են։ Ես մի շատ եմ սիրում մսակերեն, առանց մսի չեմ պատկերացնում իմ ճաշացանկը, բայց թևակողել ենք Պասի շրջան, պահկե եւ շատ ու շատ վերահայրենակիցներ պահում են այդ պահկը եւ հավատարիմ են մնում իրենց։ Արդյոք ունեք հետաքրքիր ճաշատեսակներ այս շրջանում հրամստելու համար։ Իհարկե ունենք Մհեր ջան, Արայիկ ջան, միսը կարող են փոխարինել սնկով, ունենք տապակացունք կարտոֆիլով, ունենք տարատեսակ ապուրներ, աղցաններ, այնպես որ յուրաքանչյուր բծախնդիր մարդու կարող ենք գոհացնել մեր զանազան ուտեստներով, այնպես որ համեցեք։
Հիանալի է, այցելեք հենց այս ռեստորանային համալիր, սա տարիների փորձված եւ նաեւ ժամանակի ընթացքում upgrade եղած ռեստորան է, այնպես որ նոր միջավայր, սակայն ընդունված եւ արդեն ժամանակին հիմք դրված ավանդույթներ հասցեն տեսնում եք ձեր էկրաններին։ Կարոտել եք Երևանի համը եւ ցանկանում եք տեղափոխվել Երևան, բայց գտնվում եք Լոս Անջելեսում, խնդիր չէ, այցելեք տուն Լահմաջո։ Երևանյան լեգենդար լահմաջոների համը այժմ հասանելի է նաև այստեղ Լոս Անջելեսում։ Ինչպես գիտեք, Երևանի սիմվոլներից մեկը նաև հյուսային պողոտայում գտնվող հենց այս մասնաճյուղն է, որ այժմ տեսնում եք ձեր էկրաններին, տուն Լահմաջոյի եւ տուրիստները եւ ոչ միայն տուրիստները մշտապես այցելելիս անպայման գնում են հենց տուն Լահմաջո։ Բրբենքում արդեն երկար ժամանակ է ինչ բացվել է մասնաճյուղը, որտեղ մենք գալիս ենք մշտապես։ Սա ընտանեկան երևանյան միջավայր է, որտեղ ոչ միայն երևանյան գեղեցիկ երաժշտությունը, այլ նաև լավագույն խոհանոցը եւ լեգենդար գաղտնի պահվող բաղադրատոմսող պատրաստվող լահմաջոնները։ Պետք է ասեմ, որ Կիրակի եւ շաբաթ առավոտյան ես հաճախ այստեղ լինում եմ նաև նախաճաշի եւ համեղ ու իսկապես սննդարար լահմաջոն իմ ամենասիրելին է։ Մենք կրկին այցելել ենք այսօր մեր շատ սիրելի MS Travel-ը, որտեղ երկար տարիներ շարունակ կազմակերպում են ձեր ամենահետաքրքիր եւ երևի թե հիշարժան հանգիստները։ Ողջույն, շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել, ինչպես եք։ Հարգանքներս։ Մերսի, շնորհակալ։ Այսօր ուզում եմ անպայման խոսենք եւ ներկայացնենք մեր սիրելի հետևորդներին Mother's Day-ի այս գեղեցիկ եւ ճկնաղ ուղևորությունը։ Կպատմեք։ Իհարկե։ Mother's Day-ի առիթով կազմակերպել ենք շատ գեղեցիկ նավագնացություն 3 օրվա համար ընդամենը, ամսու 8 մայիսի մինչև 11։ Ուրեմն որպեսզի այդ նույն խնդրեմը չունենանք, ոնց որ հիմա Valentine's Day-ի համար ունեցանք, հենց հիմա մարդիկ զանգում են, զանգահարում են, խնդրում են մի բան արեք, գտեք տեղ եւ այլն, չկա, տեղ չկա, կներեք։ Դրա համար պետք է շատ արագ որոշում կայացնեք եւ գաք արձանագրվեք։ Թուրի մասին, այսինքն կրուզի մասին ասեմ, որ ունենք համերգ, որտեղ պիտի ելույթ ունենան Mr. X-ը, Սամվել Երվինյանը, Գոհար Հովհաննիսյանը, Վիկտոր Էսպանոլան, այո, Արմեն Մարտիրոսյանը եւ բնականաբար իհարկե համազգային պարային խումբը։ Անի պարախումբը, այո։ Ինչպես արդեն նշեցինք, եւս մեկ անգամ հավելեմ, որ միշտ վերջին պահին եք ժողովուրդ ջան դուք հիշում, որ պետք է գաք, պետք է մասնակցեք եւ չի ստացվում ցավոք։ Այնպես որ այս անգամ եկեք ամեն ինչ անենք պլանավորած, մայիսի 8-ից 11 նկատ ժամանակահատվածի համար արդեն ամրագրեք հենց հիմա ձեր տեղերը։ Արագացրեք։ Ինչպես եղավ Գոհար, որ դու ի վերջո գտար քեզ բեմում։ Խմբից հետո թեև խմբի վերջին շրջանում էլ չէ, աշխատում էր եւ ինչ-որ շրջագայություններ կար, եւ դա խմբի ընթացքում էլ ես աշխատում էի ռեստորաներից մեկում, որովհետեւ այլ կերպ չէի կարող, այդ ժամանակ արդեն հայրս հիվանդացել էր ու ես պիտի աշխատեի, որ օգնեի մայրիկիս միասին դուրս գայինք այդ վիճակից։ Հետո այնտեղ հիշում եմ մի երկրպագու հայտնվեց իմ կյանքում, ով 10 տարի Հայաստան չէր եկել, հետո գալուց տենց մեքենայով անցնելիս լսում եմ, որ ես հայրենիքիս ջուրն եմ երգում, եւ դա դարձավ ինձ համար ճակատագրական, սկսեց անընդհատ գալ ինձ լսել, հետո որոշեց ինձ համար տեսահոլովակներ նկարել, այդ ժամանակ դուրս եկավ իմ Հելնիմսար տեսահոլովակը առաջին, հետո աղջիկեմ Սասունցին, որը դարձավ ինձ համար այցեքարտ, այդ ժամանակ արդեն ամուսինս էլ աշխատում էր նույն տեղում էինք աշխատում եւ ես երբ որ աղջիկեմ Սասունցին երգում էի ամեն անգամ ինչ որ բաներ էի անում ոնց որ հասկացնում էի իր հետ որ լրջանա դե տղա կբերեմ կամ ուստանանք բան այդ երգից միտքը դա էր հետո իսկապես դարձավ ինձ համար այդ երգը ճակատագրական մենք ամուսնացանք սկզբում չէր կողմնորոշում ամուսնանանք թե չէ մեր ջան բայց ես էլ արդեն 28 տարեկան էի հասկանում ես մի կերպ նորմալ շնորհքին լավ ինչպես ստացվեց ձեր հարաբերությունները Գուրգենի հետ Առաջին հերթին ինչը շատ եմ խոսել այդ մասին, շատ համեստ տղա էր ու երաժիշտ, մի քիչ դժվար է համատեղել, չէ, համեստ երաժիշտ, երաժիշտները սովորաբար ավելի տենց ոչ համեստ են լինում, ակտիվ են լինում, մի խոսքով։ Ինքը գալիս էր իր գործին, հետո գնում ու ես ինձ
տես ծրագիր էի տվել, որ 2009 թվականին սեպտեմբերի 9-ին ես պիտի ամուսնանամ, բայց մարդ չկար իրականում, այս տղեն էլ լուռ ու մուճ գալիս նվագում գնում է։ Հետո մեր ռեստորանի այդ տերը, իմ շատ սիրելի Լևոն Հարությունյանը, որ դարձավ հետո մեր կնքահայրը, հետո տղաս ծնվեց, տղայիս կնքեց, մի խոսքով այդ ժամանակ ասեց բալես չնեղվես, ասեց մեկա դու այնքան պիտի այստեղ երգես մինչև որ ես քեզ պետք է ամուսնացնեմ այդ օրը մեկին կգտնենք կհամոզենք թող կանգնի ուղակի քեֆ կանենք հետո մեր տղաներից մեկը ասաց դե որ մարդ չգտնենք Գուրգենին կխնդրենք թող կանգնի Գուրգենն էլ երբեք ձայնը չի լսում ասեց կամոց քթիտակ դու մի ասա դե ես կկանգնեմ Գոհարն էլ գլուխ կկովա մեկ էլ ես տեսա երաժիշտների ռեակցիան, որ այս ինչ ասեցիր, ախր դու մեր Գոհարին տենց բան, ու այդ ռեակցիայից ես ձև բռնեցի, որ իբրև նեղացել եմ իրենից, 1-2 օր գալիս է դե կներես կատակ էի անում, ասում որ տեսնես ինչ ասել, որ այսքան։ Հետո դե դարձավ դա ճակատագրական իր խոսքը, մտքից մեջ ասի տեսնենք վերջում ով գլուխ կգովա, հասա էլի այդ իմ երկի բառերին մի խոսքով, ամուսնացանք, երեխաներ ունեցանք Հիմա երջանիկ եւ գեղեցիկ ընտանիք ունեք։ Այո։ Եվ շատ հետաքրքիր ու անհավանական ֆիլմ է հիշեցնում նաեւ քո դստեր լույս աշխարհ գալը։ Դա տեղի է ունենում գրեթե օթանավի մեջ, հա։ Այո։ Դու թռնում ես Ավստրալիայից դեպի Դուբայ։ Այո, Ավստրալիայից դեպի Դուբայ 2 ժամ էր թռիչքը, դեռ 15 ժամ էլ կար որ պետք է հասնեի տեղ ու ես տենց մի անգամից վատացա, այսինքն փոքրիկս ուզեց որ ծնվի շատ մեծ ստրես էր դա ինձ համար, որովհետև այնտեղ թռնողներից մեկը բուժ աշխատող էր, ով ասաց, որ ցավում եմ, բայց կարաք դուք կորցրած լինեք ձեր բալիկին։ Ու ես այդ ժամանակ մենակ հիշում եմ, որ աղոթում էի եւ հենց իմ աղոթքի ժամանակ հրաշք տեղի ունեցավ, որ հայտարարեցին, որ ինքնաթիռը հետ է թռնում Բերդ քաղաք, որտեղ ամենալավ հոսպիտալն է, որտեղ փոքրիկը պետք է ծնվի եւ հիշում եմ մի տարեց կիներին կողքին նստած ձեռքս էր բռնում անընդհատ ասում էր մնաց 40 րոպե, մնաց 30 րոպե։ Հայ էր ազգություն։ Չէ, հայ չէր, հայ չկար ինքնաթիռում, միայն իմ ընկերներն էին Աղասը եւ Ռուբենը։ Եվ հրաշքով ինքնաթիռը իջավ, բայց դրանից առաջ ես որ գնում էի համերգների միշտ հայրս ուզվում էր, ասում էր որ ինձ մի բան կլինի, ես քեզ չեմ տեսնի, ես էլ ջղայնանում էի, ինչ պիտի լինի, 2 օրից 3 օրից հետ եմ գալու, իսկապես Ավստրալիան էլ 3 օրով էի գնացել, բայց դա միակ ճանապարհորդությունս էր, որ հայրս ասաց գնա, ես չեմ վախենում։ Քեզ բան չի լինի, ես կմեռնեմ, քեզ բան չի լինի, բայց ես քեզ կսպասեմ։ Միակն էր, որ ինձ այդ շատ մեծ ուժ տվեց այդ ընթացքում եւ ես այդ ժամանակ երբ որ վտանգ կար որ ես իմ փոքրիկին կարող է կորցնեմ հենց այդ ժամանակ հայրս մահացավ ես չգիտեի դրա մասին ու ինքնաթիռը արդեն իջավ իմ բալիկը ծնվեց 1-2 ժամ հետո շատ պատահական մի ընկերուհի ունեմ զանգ ստացա որ ցավակցում եմ քեզ բայց ես չգիտեի դեռ եւ Ես միշտ աղջկաս փայլուն աչուկներին, որ նայում էի, հիշում էի հայրիկիս այդ խոսքերը, որ ես կմեռնեմ, բայց քեզ բան չի լինի ու իսկապես ծնունդ ունեցա ես։ Այսքանը։ Այդ ընթացքում զգում էիր ինչ որ գերբնական ուժ քեզ վրա ծննդաբերության ընթացքում, հայրիկիդ ներկայությունը քո կյանքում։ Ես մի քանի ժամ առաջ էի հայրիկիս հետ խոսել հեռախոսով, որ ասեց բրծի շուտ արագացրու արի։ Այդ խոսքերն եմ հիշում, եւ դե ես արդեն քանի 1-2 համերգ էլ ավելացավ, այնտեղ ներսը մենք գնացինք Մելբուրն համերգի, շատ գերհոգնած էի ու իմ մեջ մի բան կար, որ ես զգում էի, որ ես չեմ հասնելու Հայաստան։ Այդ տագնապների մեջ հիշում եմ անգամ որ ինքնաթիռ էի նստում ուզում էի որ իրանք իմ այդ վիճակը տեսնեն ինձ ասեն մի նստի բայց ինձ հետ մի պապիկ կար ում տանը որ մենք մնում էինք ասաց գնա հոստեղ չոջուխմի ունեցի գնա քո երգիրը ունեցի ունես վիրավորվել էի դրանից որտեվ ինձ թվում էր որ ես չեմ հասնելու տեղ բայց
սա սենց ամեն ինչ շատ արագ ստացվեց։ Հայրիկիս հեռանալը ու այդ պահին իմ փոքրիկի կյանքին վտանգ սպասվելը ու հետո այդ լույս աղջիկա աշխարհ գալը։ Իսկապես ինքը լրիվ իր ծնունդով տարբեր է շատ։ Ես հիշում եմ, որ 1-2 տարեկան էր, արդեն նոր էր խոսում, ինքը ասում էր, ես պապիկին հիշում եմ, այնքան հետաքրքիր ասում, դու բայց պապիկին չես տեսել։ Շատ տարբեր երեխա է իր ծնունդով։ Հաճախ ես խոսում պապայի հետ։ Հա, շատ։ Ու այնքան հետաքրքիր է, որ ինքը չկա, բայց ես որ Հայաստան եմ գնում, ես այնտեղ ունեմ հայրական տուն, որ ինձ համար այդ տունը, ես ինչքան էլ փորձեցի հայրիկիցս հետո վերանորոգեմ, բայց միևնույնն է, շատ բաներ կա, որ ես իրեն չեմ փոխել, որովհետև չեմ սիրի այդ վերանորոգած տունը։ Այնտեղ գիտեմ, որ իր շունչն է, եւ ես միշտ ասում եմ, աշխարհի որ մասում էլ ապրեմ, որտեղ էլ տուն ունենամ, իմ տունը իմ հայրական տունն է, որտեղ որ ես ունեմ այնտեղ իմ անկյունը, ունեմ իմ երգելու բեմը, իմ բակում, ամուսինս այնց անկյուն է ստեղծել, որտեղ որ COVID-ի ժամանակ իհարկե դա համատեղ ուժերով կառուցեցինք, որտեղ գալիս էին ամենալավ երաժիշտները, մենք օրեր էինք անցկացնում, իբրև COVID էր 2-3 հոգուց ավել մարդ պիտի չտեսնես, դե մենք մի 20-30 հոգով էինք հավաքվում այնտեղ։ Ինչ պիտի լիներ, չէ։ Այն էներգիան, որ կա այդ տան մեջ, այն էներգիան, որ ես ստանում եմ այդ պատերից, ոչ միտեղ ինձ տենց հաճույք ես չեմ ապրում։ Այս պահին կրկին մենք մեր ամենասիրելի իրավաբանական գրասենյակում ենք, որտեղ զբաղվում են Will and Trust-ով կտակով եւ ժառանգությամբ։ Աննա Գրիգորյանն է այսօր մեզ հետ, Գրիգորյան Law Firm-ի հիմնադիրը։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Աննա, այսօր մենք կրկին խոսելու ենք կտակից եւ ժառանգությունից։ Ես գիտեմ, որ շատ հաճախ ծնողները կարող են չափազանց խիստ լինել իրենց երեխայի նկատմամբ եւ դա հավանաբար իրենց ընտրությունն է եւ գուցե նաեւ ճիշտ է։ Կպատմեք, թե ինչպես կարող են ծնողները երեխային հետ պահել որոշակի խնդիրներից։ Մարդիկ շատ ժամանակ կարծում են, որ ծնողները խիստ կետեր են նշում իրանց trust-ի մեջ, այդ անարդար է ու ավելի շատ պատժում են իրանց երեխային, քան թե պաշտպանում։ Բայց իմ experience-ը ցույց է տվել, երբ որ ծնողները դնում են այս խիստ կետեր, ավելի շատ օգնում են իրանց երեխաներին։ Ունենք նոր դեպք, երբ որ ծնողները որոշեցին, որ իրանք իրանց trust-ի մեջ պետքա նշեն, որ եթե իրանց երեխան ուզում է այս ժառանգությունը ձեռք բերի, ամուսնանալու ժամանակ ինքն էլ պետքա prenup կազմի իր կնոջ հետ։ Սո ամուսնական համաձայնագիր ունենա, որտեղ նշված է, որ ինչ կինը ունի Իրանն է, ինչ ինքը տղան բերելու է, մնում է Իրանը։ Սո ծնողները որոշեցին պաշտպանել իրանց ունեցվածքը իրանց տղայի կայացրած որոշումներից։ Եթե ձեզ թվում էր, որ բրազիլական եւ արգենտինական հեռուստասերիալները, որոնք դուք դիտում եք 90-ականներին հորինված էին, հիմա հասկանում ենք, որ դրանցում կա ճշմարտություն։ Այնուամենայնիվ, միշտ պետք է փորձել պահպանել մաքսիմալ անվտանգ ձեր ունեցվածքը եւ այդ հարցում ձեզ կարող է օգնել Աննա Գրիգորյանը։ Տարիներ շարունակ զբաղվելով հենց այս հարցերով, նա մասնագիտացված է մասնավորապես հենց այս ոլորտում եւ լավագույնն է համարվում մեր համայնքում եւ շուկայում, այնպես որ զանգահարեք նշված հեռախոսահամարով եւ եկեք։ Ես գտնվում եմ մեր ամենասիրելի խանութներից մեկում Venus Gifts-ում, որտեղ ներկայացված են համաշխարհային բրենդերի ամենահամարձակ եւ միևնույն ժամանակ ամենաավանդական գեղեցիկ հավաքածուները։ Այսօր միասին խոսելու ենք արծաթափաթ ֆիրմաներից ամենահայտնիի մասին, Քրիստոֆլի մասին, եւ քիչ առաջ ձեր էկրաններին տեսնում եք այն ջահը կամ այն լուսամփոփը, որը բացառիկ կերպով այսօրինի ներկայացված է հենց Venus Gifts խանութ սրահում։ Նաև պիտի նշեմ, որ այս խանութսրահում ներկայացված է Քրիստոֆլի նոր հավաքածուն, որը կոչվում է Կարուսել։ Ինչպես տեսնում եք, այս հավաքածուն իսկապես մոդեռն եւ ժամանակակից տարբերակով է, բայց միևնույն ժամանակ կրում է նաև Քրիստոֆլի ավանդական գաղափարախոսությունը։ Արծաթապատ սպասքի այս հավաքածուն ներկայացված է հենց Venus Gifts-ում եւ պիտի ասեմ, որ երկար տարիներ շարունակ արքայական ամենատարբեր ընտանիքները օգտվել են եւ շարունակում են օգտվել հենց Քրիստոֆլից։ Ես կարծում եմ, որ մեր հետևորդներից շատ-շատերն էլ իրենց կարող են զգալ արքայական ընտանիքի մի մաս եւ այցելել Venus Gifts խանութսրահ ու ստուգել կամ պարզապես ծանոթանալ հենց առաջարկվող հավաքածուների հետ։ Մենք մեր սիրելի Art and Beauty Aesthetics-ում ենք, որտեղ հանդիպել ենք բժիշկ Արտակ Մկրտչյանին։ Ողջույն բժիշկ։
Արև Մհեր ջան։ Բժիշկ, մեզ անընդհատ մեդիայից ստիպում են մեկ նիհարել, մեկ գիրանալ, մեկ հակառակը համակերպվել մեր քաշի հետ մտածելով, որ body positive է եւ այլն։ Իրականում գիրությունը խնդիր է թե ոչ եւ ինչ է նշանակում լինել գեր։ Ո՞վ է ձեզ առաջարկում գերանալ, չեմ կարծում։ Դա այսպես ասեմ, այս երկրի ամենամեծ պանդեմիայից մեկը, ամենամեծ խնդիրներից մեկը դա գերությունն է եւ գերությունը դա ոչ միայն արտաքին տեսքի խնդիրն է, confidence-ի խնդիրն է, այլ իհարկե ես որպես բժիշկ եմ ասում, դա մեծ առողջական խնդիր է։ Լինելով եւ այդ ուղակի ֆիզիկապես այդ քաշը ձեր հոդերի խնդիրն է եւ սրտանոթային եւ այլ։ Շատ խնդիրներ գալիս են ավելորդ քաշից։ Սենց մոտենանք, շատ պարզ գաղափար է դա, ոչ մի թաքնված բան չկա, ինչու են մարդիկ գերանում։ Ուղղակի դրական կալորիկ բալանսն է, այսինքն դու ներմուծում ես քո օրգանիզմ ավելի շատ կալորիա, քան վառում ես։ Օրվա ընթացքում այդ փոքրիկ հավաքվածը ինչ պետք է լինի, ճարպ է արտադրվում եւ կուտակվում է։ Ոնց դրա դեմը առնել։ Երկու մեթոդ կա, կամ պետք է քիչ ուտես, այսինքն քիչ կալորիա ստանաս, կամ պետք է ավելի ծախսես։ Մեծամասամբ մենք բոլորս սիրում ենք ուտել, դժվար է, ինչ է, ինչով մենք կարող ենք օգնել։ Իհարկե, այս ստրեսի ժամանակի ընթացքում վազքի բիզնեսների հետ կապված մարդիկ շատ անգամ ժամանակ չունեն ջիմ գնան եւ այլը, եւ դժվարանում են քիչ ուտել։ Մենք կարող ենք օգնել, հիմա շատ պոպուլյար են այդ սրսկումները, Ozempic եւ այլը, մենք օգտագործում ենք Tirzepatide, դա ուղղակի օգնում է ձեզ իջեցնել այդ ցանկությունը ուտելու։ Եվ մի բան էլ ասեմ, այս վերջերս ուշադրությանս եկավ, շատ նամանավանդ տղամարդիկ ուշադրություն չեն դարձնում միած խմելուն։ Ալկոհոլը շատ բարձր կալորիայով նյութ է։ Դուք կարող եք քիչ ուտեք, բայց օրը մի 5-6 բաժակ ալկոհոլ խմեք, շատ մեծ պարունակություն ունի, դա էլ պետք է հաշվի առնեք։ Ուղղակի մենք օգնում ենք ձեզ այդ ցանկությունը ուտելու նվազացնել։ Իսկ այդ ներարկումները խանգարում են նաև հետագայում խմելուն, այսինքն ցանկությունը մնում է թե ոչ։ Խանգարում են, թե օգնում են չխմելուն։ Չէ, ես չեմ կարծում խմելու ցանկությունը չի լինում, բայց ասենց մոտեցում ասեմ, երբ որ դուք արդեն զգում եք այդ տարբերությունը, մանավանդ այս ժամանակի ընթացքում մենք ունենք շատ լավ ֆիդբեքներ, մարդիկ այնքան լավ են իրան զգում, երբ որ ավել քարշից ազատվում են, հավատացեք, իրենց արդեն ստիպում են ամեն ինչի վրա ուշադրություն դարձնել, նաև խմելու։ Դե ինչ ինֆորմացիան ձեր էկրանին է, այնպես որ փորձեք նիհարել եւ դա անել բժշկի վերահսկողությամբ։ Այս պահին մենք գտնվում ենք ALA Renovations-ում, որտեղ մեր գործընկերները ներկայացնում են սոլար համակարգերի լավագույն տեսականին։ Եվ բնականաբար իհարկե այս ընկերությունը միայն սոլար ապրանքանիշի տեղադրմամբ չի զբաղվում, այլ նաև տանիքների վերանորոգմամբ։ Այն մարդիկ, ովքեր ունեն տներ եւ առանձնատներ, գիտեն, որ անգամ դրանց վաճառքի դեպքում կին անմիջականորեն կապ ունի նաեւ բնականաբար իհարկե տանիքների հետ։ Եվ եթե կա որևէ անսարքություն տանիքների հարցում, ապա դա պետք է անմիջապես շտկել, որպեսզի այն որակի եւ գնի վրա չազդի։ Առաջարկվող լայն տեսականի կա, ինչպես տեսնում եք, եւ շատ լավ հումք է եւ շատ լավ ապրանք։ Իդեպ Միացյալ Նահանգներում Թրամփի քաղաքականության շնորհիվ կար իհարկե tax վերադարձներ հարկերից, երբ դուք օգտվում եք այդ ծառայություններից, սակայն այժմ դրանք իհարկե այլևս գոյություն չունեն։ Սակայն ALA-ում այդ փոփոխությունները չեն կատարվել եւ մեր գործընկերները պատրաստ են tax rebate տալ մինչեւ 40% ամերիկյան ապրանքի վրա մինչեւ տարվա վերջ։ Եվ նշենք նաև, որ ALA-ում աշխատում են 90% հենց ամերիկյան հումքով, այդ իսկ պատճառով իհարկե լավագույն որակն է ստացվում եւ լավագույն արդյունքը։ Շատ կարեւոր է, որպեսզի դուք կարողանաք խնայել ձեր էլեկտրաէներգիան եւ կարողանաք դա անել շատ արագ եւ որակով տարբերակով, որովհետեւ բոլորը արդեն հենց նախընտրում են այս տարբերակը եւ պետք է նշել, որ եթե դուք ուզում եք տեղադրել սոլար ապրանքանիշեր, ապա ձեր տանիքը իսկապես պետք է լինի ամուր եւ համապատասխանի բոլոր չափանիշներին։ ALA-ում միանգամից այդ երկու հարցը կլուծեն։ Այս հեռախոսահամարով զանգահարելով դուք կունենաք հավելյալ ինֆորմացիա։ Գոհար, ընթերցելով քո հետ կապված մամուլում գրեթե ինչ հնարավոր է, պատրաստվելով մեր հարցազրույցին, մի նյուանս կա, որ ելի ուզում եմ անպայման այդ թեմային անդրադառնանք, դա Ավստրալիայում մի հայ կնոջ օգնությունն է քեզ, երբ բժիշկները չէին թողնում քեզ հետ թռնել Հայաստան ծննդաբերությունից հետո, անծանոթ մի հայ կին է գալիս ու քեզ օգնում է դառնալով հետագայում քո քույրը եւ հարազատը, կպատմես այդ պատմությունը, որպեսզի նաեւ մարդիկ հասկանան, որ որքան էլ որ մենք բացասական ենք խոսում մեր ազգի մասին, այնուամենայնիվ այդ լուսավոր պատմությունները եւ լույս մարդիկ
գալիս են, որ հակառակը ապացուցեն, որ մենք այնուամենայնիվ լավ ազգ ենք։ Այ գիտեք սխալը ինչն է, ըստ իս, որ պիտի վատը չխոսենք, որովհետև մեր տեսակի լավը աշխարհում չկա այդպիսի բան։ Ես երբ որ իմ փոքրիկը ծնվեց, ինձ հետ մնաց Ռուբենը, բայց ինքը մեկ օր հետո պիտի հետ վերադառնար Հայաստան։ Ես զանգահարեցի Սիդնեյ եւ ասացի, որ ես մնացել եմ այստեղ այս հոսպիտալում, խնդրում եմ ինձ մեկին գտնեք հայ, ու իրականում այնտեղ հայեր շատ քիչ կային, երևի մի քանի հոգի, եւ ասաց այո, մի աղջիկ եկավ մի ժամ հետո, բարև ձեզ, ես Էման եմ, ես եկել եմ քեզ տանեմ մեր տուն։ Ու Էմա սենց ինքն էլ մշեցի արմատներով։ Քանի որ հայեր քիչ կան Պերթ քաղաքում, ինքը որոշել էր շատ երեխաներ ունենալ եւ 4 երեխա ունի։ Եվ ասացի, որ ինձ ձեր տուն պետք չի որ տանեք, խնդրում եմ միայն հյուրանոց, միտեղ մեկ էլ օգնեք ոնց անեմ, որովհետև Հայաստանից ես եկել էի, ինձ ուղարկել էին հատուկ, որ գանք մենք մեր արվեստը ներկայացնենք, իրականում դա բիզնես չէր մեզ համար։ Հետո չգիտես ինչու, իրենք գիտեին, որ ես բալիկի եմ սպասում։ Իրենք պետքա թուղթ ուղարկեին, որ ես հետ գայի Հայաստան, իրենք այդ թուղթը անընդհատ ուշացնում էին։ Այդ պատճառով ես ստիպված էի 21 օր մնալ այնտեղ, որ ես ապացուցեմ այդ երեխան ինձանից է, ես պետք է ինձ հետ տանեմ Հայաստան։ Մի խոսքով, Էմաս տարավ ինձ իրենց տուն, դա սովորական տուն չէր։ Ես որ մտա, ինձ թվաց մի պահ ես եկեղեցի եմ մտել, որովհետև ամբողջը հին հայկական խալիներով, հայկական զարդանախշերով, անգամ բակում ծիրանի ծառ կար, եւ իմ փոքրիկին մայրություն արեց ինքը 21 օր, որովհետև ինձ ու անծանոթ Անծանոթ ընդհանրապես ինքը ես ավելին ասեմ, որպես երգչու էլ ինձ չի ճանաչել։ Հետո ինքը այդ ժամանակ YouTube մտավ, ես ասացի դե ասել էին, որ երգչու է, ասել էին օպերային երգչու է, շատ ծաղելի է։ 21 օր իմ աղջկան ինքն էր պահում, ինձ մոտ հոգեկան շատ ծանր վիճակ էր այդ ժամանակ, հայրիկիս որ կորցրել է, ինձ մեղավոր էի զգում, թե ինչի ես եկա համերգի, մի խոսքով ամեն ինչ տակնու վրա էր եղել։ Ու չգիտեմ ինչքան պիտի մնամ այստեղ դեռ, կարող եմ իմ երեխային տանել ինձ հետ, թե ոչ։ Ինքը իմ երեխային իսկական մայր էր։ Իմ երեխան, ես տենց շատ չեմ խոսել Էմայից, քիչ, բայց այս վերջերս 2 տարի առաջ որոշեցինք, որ արդեն որոշել էինք մի քանի տարի, որ իրեն երբ պիտի մկրտենք, ինքը անընդհատ ասում էր, որ ինձ պիտի Էման կնքի, դե Էման էլ Ավստրալիայում ապրում, հարմար չի, որ ոնց հարմարեցնենք, որ այդ ամեն ինչը կազմակերպենք, նախ անցյալ տարի որոշեցինք, որ գնանք Հայաստան ու արդեն ընկերներ ունենք, որ իրեն պետք է մկրտեն, եւ հասանք Հայաստան, որ 2 օր հետո օրը պլանավորենք, շատ արագ Էման զանգեց, Գոհար ջան, դու Հայաստանում ես, չէ՞ տեսա, Instagram-ով ասացի, այո, ես գալիս եմ իմ գայանային կնքելու։ Բայց մենք դրա մասին չենք խոսել, այսինքն բազմիցս խոսել ենք, բայց այդ ընթացքում մենք չենք խոսել։ Ասի եմ, հաստատ գալիս ես։ Ասեց, հա, ես մի շաբաթա երազից գայանեն ա գալիս ու ես պիտի կնքեմ։ Եվ ինքը եկավ Հայաստան, գայանեն էլ չնայեցինք ամուսինս մասնակցում է թե ոչ, հազիվ Էմային գտել ենք։ Էմայի տղան դարձավ կնքահայրը, բայց միևնույն է ինքը ասում է, որ իմ կնքամայրը Էման է։ Անգամ էս վերջում աղջկաս համարից ինձ զանգ է գալիս, տեսնեմ անունը փոխել է, գրել է Գայանե Էմա։ Ու որ միտեղ գնում ենք, ինքը պիտի խաղեր խաղա, ասում են քո անունը ինչ, ասում է Էմա, բայց իր անունը Գայանե է։ Այդ տենց շատ ուրիշ կապ կա իրա եւ Էմայի մեջ։ Ես գժվում եմ սենց հարցազրույցների ու սենց պատմությունների համար, իրականում սրանք իսկապես հոգին ջերմացնող պատմություններ են։ Ու լավա որ կան նման հայեր աշխարհի տարբեր ծայրերում ապրող, ու եկեք բարևենք հիմա Տիկին Էմային, հա։ Այո։ Շնորհակալություն, որ դուք կաք եւ հիմա ձեր օրինակով կարող ենք նաեւ աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայերին պատմել եւս մեկ անգամ թե ով ենք մենք եւ ինչ լավ ժողովուրդ ենք։ Այո, մեր տեսակի լավից աշխարհում չկա, միևնույն է, եւ ես պարզապես կցանկանամ, որ յուրաքանչյուրս սկսած ինձանից մի քիչ բողոքենք եւ գնահատենք այն ինչը որ ունենք։ Չէ որ լավը տեսնում ենք, բայց մի անգամից մտածում ենք վատից խոսենք, մի քիչ շատ սիրենք իրար եւ համախմբված լինենք։ Երբ որ համախմբվենք, որ ասում են գյուղ կանգնի գերան կքանդի, չէ, այդ այնց բան կա, հին ժողովրդական խոսք է, իսկապես մեր կամեցողը, մեր այդ համու հոտը, մեր հյուր ընդունելը, մեր ոչ ֆանագրամա շփումը, չէ որ նայում ես ուրիշ ազգերի մեջ սենց
Բոլորը շփտում են, բայց չգիտես ինչի են շփտում, դա էլ իր լավ բաներ ունի։ Այ նախանձն ու չարը որ վերանա համախմբված լինենք, մեզանից չկա աշխարհում։ Գոհար այն ժանրը, որում դու ստեղծագործում ես, ամենագնահատված ժանրն է ժողովրդի կողմից։ Դա Կարծում ես Մհեր ջան։ Կարծում եմ, որ ժողովրդի կողմից ամենագնահատվածն է։ Բարոնակ այսօր ինձ ինչի՞ չես բերել մրցանակ, ես մրցանակաբաշխությանը չմասնակցեցի։ Բայց հիմա շարունակությունն եմ ուզում ասել, բայց միևնույն ժամանակ նաև ամենաչգնահատվածն է ոլորտում։ Ժողովուրդը հասարակ սպառողը ձեր երաժշտության իսկապես խենթանում է ձեր արած գործի համար, շատ կարևորում է եւ երբ մենք տեսնում ենք համերգներ, միջոցառումներ, երեկույթներ այն ազգագրական, ժողովրդական, իսկական հայկական երաժշտության տակ հասկանում ենք, որ սա ենք մենք։ Հասկանում ենք, որ սա է մերը եւ աշխարհի որևէ կետրում ապրող յուրաքանչյուր հայ բնազդի մակարդակով ոսկորներով զգում է այն ինչ որ դուք երգում եք։ Այդ այնքան լավ բան ասացիր, ես ուզում եմ ավելացնեմ մի բան, միշտ ասում եմ, եթե անգամ այդ բարբառն էլ չհասկանաս, միևնույն է, եթե դու մի գրամ հայ ես, այդ նոտան որ լսում ես, անկախ քեզանից չէ, որ ոչ մի ազգի, ոչ մի ազգի, դա հենց գենետիկ հիշողությունն է եւ երևի թե այդ բնազդային մակարդակի մարդու IQ-ն, ինտելեկտն է։ Բայց միևնույն ժամանակ ոլորտում ամենաքիչ գնահատված ժանրն է, որովհետև մենք անընդհատ տեսնում ենք փոփ կատարողների տարվա լավագույն երգչու կարգավիճակում, առաջ կար նման մշակույթ նաև առանձնացնել այս ժանրը, տալ մրցանակներ եւ այլն, բայց ընդհանուր առմամբ վերջին տարիներին դա տեղի է տալիս եւ ոչ այնքան ակտիվ է ձեր ներկայություն ամենատարբեր միջոցառումներին, այդ թվում նաև մրցանակաբաշխություններին, հիմա դու մեղավորության սլաքը դեպի ինձ ես ուղղում, ես որոշողներից չեմ։ Ես չկամ։ Չէ, Մհեր ջան։ Ես միշտ մրցանակաբաշխություն կազմակերպողներին անգամ առերես ասել եմ մի բան, որ ես Երևալու իսկապես Երևալու կարիք չունեմ։ Եթե ես ուզենամ իմ դեմքը Երևա, այսօր սոցցանցեր կա, չէ։ Հետ չէ մի հատ պեչենի կարտադրեմ, նկարս կդնեմ վրան, բոլորը կսկսեն սիրել, ուտել եւ ասել՝ «Վայ, ես այն պեչենի վրայի աղջիկն է»։ Օրինակ։ Բայց ես ներկայացնում եմ մի ոճ, մի երգ, որը որ բոլորը սկսած ինձանից պարտավոր ենք որ այդ պահենք, որովհետև դա մեր պատմությունն է։ Ես կարող եմ չմասնակցել, կարող եմ բեմ չբարձրանալ, բայց շատ կարևոր է որ թեկուզ նույն բարի խումբը այդ երգերի տակ բարի։ Կլինեմ ես, մենք այսօր շատ ունենք լավ ազգագրական երգիչներ, երգչուհիներ, պիտի շատ լսելի դարձնենք։ Ասածս դա է, միայն կատարողից չի։ Մեկս մեկով պետք է դա լսելի դարձնենք, էլի եմ ասում, այստեղ իմ անհատի մասին չի խոսքը։ Պարզապես մենք այդ երգերը այսօր խոսում ենք Արցախը կորցրեցինք, էլ այդ երգերը արժեզրկվեց, ես համաձայն չեմ։ Մենք կոտորած ենք, մեր պապերը տեսել են, ես չեմ տեսել, բայց ինձ հասել է իմ տատիկի երգով այդ կոտորածի մասին պատմությունը։ Ես կարող եմ պատմությունը չթերթեմ կարդամ, բայց բավական է մի երգ լսենք, իմանանք, որ Սերոպ աղբյուրին, օրինակ, ավեի հացից ընկավ նահատակ, որ ինքը հացը թունավորել են, ինքը դրանից նահատակ անկել։ Արդեն բավական է, որ մենք մի երգ լսենք, եւ եթե չլիներ այդ երգերը, մենք կիմանայինք, որ մենք կոտորած ենք մեր պապերը տեսել։ Չէինք իմանա։ Իսկ այսօր ասում են, «Էլ ինչ մնաց», միշտ ես երգում եմ հարսանիքներին, ինչքան էլ աշխուժ ուրախ երգեր, վերջում մի հատ հրովլինի եմ երգում, որովհետև դա ուժն է, որ պիտի մենք ուժասպառ չլինենք։ Մենք պիտի դա, մենք հայ ենք, ոչինչ, մեր պատմությունը անընդհատ կրկնվում է։ Բայց հետո իմ երեխան պիտի իմանա, չէ, որ մենք ունեցել ենք Արցախ, իսկ դա ոնց իմանա։ Մշակույթով, երգով, վանքով։ Ես վերջերս տեսահոլովակ նկարեցի Տիրամոր Գովք, որ մեր Արցախի վանքերն են։ Բայց ոչ միտեղ այդ տեսահոլովակս ոչինչ, մի օր մի երեխա կթերթի YouTube-ով կտեսնի, որ մենք վանք ենք ունեցել։ Հիմա ասածս դա է, ոչ թե ես ազդված եմ, որ ես չեմ, որպես Գոհար Հովհաննիսյան անունը հնչում։ Ես եթե ընկնեի անվան հետևից, այսօր մի քիչ էլ ոճս կփոխեի, որ ավելի կոմերցիոն կմտածեի, բայց ես ինքս եմ ծառայում իմ երգին։ Ես այսօր այստեղ ստեղծել եմ խումբ, որ մի քիչ խաղաղվեմ, ինքս ինձ արդարացնում եմ, որ ես պահին սենց հաստատվել դրսում եմ ապրում, բայց ես պիտի գործ անեմ այստեղ, ես հենց այնց չեմ եկել այստեղ մենակ հարսանիք երգեմ, ես այստեղ դպրոց եմ հիմնել ու 3.5 տարի արդեն իմ դպրոցը կա։
ասացես, որ մեկս մյուսով պիտի պահենք։ Ես համաձայն եմ քո հետ, որ շատ ավելի քիչ ուշադրություն է դարձվում այդ ժանրին եւ ես ինքս եմ ուզում այս թեման բարձրաձայնել, բայց նաեւ կարծում եմ, որ հիմա շատ լավ առիթ է այս մասին բարձրաձայնելու այս խնդիրը եւ լսելի դարձնելու նաեւ մարդկանց։ Հիմա ես նոր նախագիծ եմ անում, առաջին անգամ պիտի խոսեմ դրա մասին, փոխում եմ երաժշտությունը, այսինքն գործիքավորումը, բայց պիտի այդ գործիքավորման հետ երգեմ մաքրամաքուր մեր էթնիկ ոճը։ Ես կարող եմ երգեմ առանց բառերի, բայց որ ամերիկացին էլ լսի հասկանա, այս ինչ ելևէջներ էր։ Իհարկե ելևէջները ոչ ռաբիզի մասին է։ Մեր էթնիկ ոնց արեց գործիքային մի տարբերակ օրինակ բերեմ, որ գլադիատոր ֆիլմի մեջ ինչպես նվագեցին դուդուկը, մեր վարպետը նվագեց, այդ դուդուկի գործիքի ձայնը ես պիտի երգեմ։ Բայց երգեմ երաժշտությունը փոխված, որ այսօրվա ինչու՞ չէ առիթներին, թեկուզ երիտասարդությունը, թեկուզ դիջեյները այդ որ երաժշտություն են միացնեն այդ երաժշտության տակ կարողանան ապրեն, այո, բայց տակը լսեն օրինակ Գորանին, լսեն Դրդոն, լսեն Քելելաուն։ Ֆանտաստիկ գաղափար է, հետաքրքիր։ Գոհար, ում ես ամենաշատը գնահատում հայկական երգի, իսկական երգի ոլորտում եւ ում երգերն են քեզ համար, ում ստեղծագործություններն են քեզ համար եղել ուղեցույց։ Ես բոլորին եմ լսում, երբ որ մի երգ եմ ես ձայնագրություն անում, գործիքավորում, անպայման ինձ տարիներ է պետք այդ երգը մարսելու համար։ Փոքր էի, ես հիշում եմ, որ անընդհատ սենց սանրը վերցնում էի ու արշալույս էի երգում ինձ համար, որովհետև լսել էի ֆիլմից, բայց այդ երգը երգելու համար պիտի հենց այնց չվերցնես ու երգես։ Այդ երգը պիտի գիտակցես, ժողովրդական երգը գիտակցություն է, խոսք է, որ հասցնես տեղ, թե չէ ձայն ցույց տալու մեջ չի։ Շատ վարպետների եմ լսում, որ 10 հոգու պիտի լսեմ, որ վերջում ես ինքս իմը դարձնեմ այդ երգը։ Շատ սիրում եմ մեր շատ սիրելի վարպետ Թովմաս Պողոսյանի արած աշխատանքը իսկապես, որ հիմնեց Ջիվանո անվան դպրոցը, որ առաջին սաներից էլ եղել եմ ես։ Սիրում եմ վարպետ Ռուբեն Մաթևոսյանին։ Մի քիչ ավելի հետ գնանք ինձ համար խենթանալու բնություն ունի եւ ձայն ունի Արաքսա Գյուլջացյանը, որ չգիտեմ դեռ կծնվի իրանից թե ոչ, բայց այսօր էլ ունենք շատ լավ երիտասարդներ ժողովրդական նախագծերում։ Այս երիտասարդների մասին էլ շատ կուզեմ լսել քո կարծիքը։ Այո, ես շատ լսում եմ, սիրում եմ, ողջունում եմ, որ այսօր համացանցերը մեզ օգնում է ինչ որ չափով, որ լսենք նաև լավ երաժշտություն։ Այն ժամանակ պետք է չգիտեմ ինչ լիներ, որ դու կարողանայիր հանրային հեռուստաընկերությունով ելույթ ունենալ, իսկ այսօր դու կարող ես տանը նստած պարզապես երգել։ Անուններ տենց չեմ հիշում, բայց շատ լավ երիտասարդներ ունենք, որը գովելի է։ Պարզապես խորհուրդս ինձ որ ավակ սերունդը խորհուրդ էր տալիս, միտեղ կարող է մի փոքր չգիտակցենք ինչի մասին ասում, խորհուրդս կուզեմ, որ յուրաքանչյուր երգ վերցնելուց դա ինձ համար այբուբենի նման մի բան է մեր ժողովրդական երգը։ Գիտակցենք ինչ ենք երգում, պարզապես արագ ասելիք չլինի։ Փոխենք երաժշտությունը, իհարկե, ժամանակները փոխվում են, պարտադիր չի, որ հենց ծանր այդ ժողովրդական գործիքներով հնչի, արդեն դու երգում ես այդ մաքրամաքուրը։ Կարա լինի ժամանակակից ելևէջներով, բայց իհարկե պահենք մեր մաքրամաքուրը։ Implantum Dental Clinic-ում ենք եւ իմ կողքին դոկտոր Փափազյանն է, ով մշտապես բուժում է բոլորին եւ դա անում է իսկապես շատ լավ եւ բնականաբար իհարկե նաեւ լավ աուրայով եւ լավ էներգիայով։ Բժիշկ, սակայն ձեր թիմը միայն ձեզնից բաղկացած չէ, այն մեծ թիմ է, կպատմեք մի փոքր մարդկանց մասին, ովքեր աշխատում են հենց Implantum-ում։ Իհարկե, մեր ջան, Implantum-ը մեծ թիմ, որը հենց ընդգրկում է դոկտոր Վիոլան, հիջիենիստը եւ մեր ասիստենտները, որոնք տարբեր մակարդակների են։ Մենք շատ բծախնդիր ենք այս հարցում, քանի որ մեր գործի որակը ամիջական կապ ունի դրա հետ։ Այնպես որ այցելելով հենց այս կլինիկա, դուք կհամոզվեք, որ յուրաքանչյուր մարդ իր գործի մասնագետն է եւ որ ամենակարևորն է յուրաքանչյուրը աշխատում է մի գաղափարախոսությամբ։ Անպայման այնպես անել, որպեսզի այցելուն դուրս գա այստեղից հնարավորինս լավ եւ առողջ ատամներով եւ որ ամենակարևորն է համապատասխանի դա
հենց ձեր տրված բոլոր հնարավորություններին եւ եթե դուք մտածում եք ֆինանսական որևէ հարցի մասին, այս պարագայում պետք է նաեւ նշել, որ այստեղ գործում է ֆինանսավորման ամենալայն տարբերակները, չէ՞, բժիշկ եւ մարդիկ կարող են գտնել իրենց գրպանին համապատասխան տարբերակը, համաձայն եք, որ դա եւս շատ կարեւոր հանգամանք է։ Միանշանակ։ Դե ինչ հեռախոսի համարը եւ հասցեն տեսնում եք ձեր էկրաններին, անպայման այցելեք եւ կհամոզվեք։ Մենք մեր սիրելի Grand Bridge սուպերմարկետում ենք, որտեղ դուք կարող եք գտնել ամենահամեղ հայկական ուտեստները պատրաստ, ինչպես նաև կիսաֆաբրիկատներ, մսեղեն, բանջարեղեն, միրգ, այն ամենը, ինչ սովորաբար դուք գտնում եք հայկական խանութում։ Սակայն բոլոր ինձ ճանաչողները գիտեն, որ ես ուղակի խենթանում եմ հացաբուլկեղենի համար եւ հենց այնպես չէ, որ մենք հայերս միշտ ընթրիքին ասում ենք հաց ուտել կամ որևէ մեկի հետ հաց կիսելը համարում ենք շատ կարեւոր։ Հացը ինձ համար եւս ամենակարևոր երևի թե սեղանի զարդերից մեկն է, իսկ Grand Bridge-ում պատրաստում են տեղական արտադրության լավագույն հացերը ընտանեկան գաղտնի բաղադրատոմսով։ Այս գաղտնի բաղադրատոմսը երկար տարիներ ընտանիքը փոխանցել է մեկը մյուսին եւ արդյունքում բնականաբար իհարկե այժմ կարող են նաեւ վայելել այս խանութի հաճախորդները։ Բացի ավանդական մատնաքաշից այստեղ կարելի է գտնել նաեւ մեր հայերի սիրելի բուխանկան, բոքոնը, պուրին, մի խոսքով այն ամենը, ինչ սովորաբար հայերը սիրում են գնել հենց այստեղից, այնպես որ այցելեք Grand Bridge սուպերմարկետ։ Արչևում Thanksgiving-ի տոներն են, իսկ մենք գտնվում ենք մեր գեղեցիկ գործընկերոջ Gravel խանութ սրահում։ Այն գտնվում է Brent պողոտայի վրա եւ լավագույն ու գեղեցիկ ծաղկե խանութներից է Glendale-ում։ Պետք է նշենք, որ Gravel-ը առանձնանում է յուրահատուկ ճաշակով, իր ծաղիկների թարմությամբ եւ մեկ կարևոր հանգամանքով եւս։ Միայն ու միայն Gravel-ում կարող եք գտնել ծաղկե փնջեր, որոնք կարող են մնալ ավելի քան 1 տարի, որը ծաղիկների ոլորտում համարվում է իսկական սենսացիա։ Իսկ այս պահին տեսնում եք գեղեցիկ դեկորացիաներ համապատասխան աշնանային գույներով, որոնք բնորոշ են Միացյալ Նահանգներում, հատկապես Thanksgiving-ի տոնին։ Եթե ցանկանում եք, որպեսզի ձեր բիզնեսը կամ ձեր տունը եւ ձեր շրջապատը այսքան գեղեցիկ լինի այս տոնի կապակցությամբ, ապա Gravel-ի աշխատակիցները հաստատ կգտնեն գեղեցիկ լուծումներ։ Այս մասում ծաղկե փնջերն են, որոնք արդեն պատրաստ են եւ դուք կարող եք ձեռք բերել, դրանք թարմ ծաղիկներից են եւ գեղեցիկ ու զուսպ դիզայնով։ Եվ իհարկե կուզեի ձեզ առանձնահատուկ պատմել նաև այստեղ ծաղկե փնջերի փաթեթավորման մասին, որոնք եւս յուրահատուկ են եւ առանձնանում են իրենց տեսակներով։ Այնպես որ այցելելով Gravel հաստատ կգտնեք ձեր սիրելի կամ ձեզ համար լավագույն տարբերակը։ Մենք այդպես ենք անում։ Glendale-ի սրտում գտնվող Aridipo գեղեցիկ զարդերի եւ թանկարժեք զարդերի խանութ սրահը առանձնանում է իր դիզայներական առանձնահատկությամբ եւ իհարկե առաջարկվող մատերիալի, այսինքն առաջարկվող հումքի, ոսկու, ադամանդի եւ ոչ միայն լավագույն որակով։ Այստեղ աշխատում են սրտացավ մասնագետներ, ովքեր ոչ միայն ուշադրություն են դարձնում թանկարժեք զարդերի դիզայնին, այլ առավել մեծ ուշադրություն են դարձնում նաեւ դրանց առաջարկվող որակին։ Եվ միաժամանակ իհարկե շատ կարևոր գնային քաղաքականություն է այստեղ վարվում։ Դուք ունենալով սահմանափակ բյուջե կարող եք գտնել ձեր ճաշակին համապատասխան որևէ բան եւ ունենալով ավելի մեծ եւ լայն հնարավորություններ եւս կարող եք գտնել ձեր լավագույն եւ սիրված զարդերը։ Մենք բազմիցս նշել ենք, որ այստեղ կարող եք գտնել եւ տղամարդու, եւ կանանց, եւ երիտասարդների եւ ավելի հասուն տարիքի մարդկանց համար նախատեսված ոսկյա եւ թանկարժեք զարդեր։ Այսօր առանձնահատուկ կերպով ուզում ենք ձեզ պատմել նաեւ նշանադրության եւ փսակադրության համար նախատեսված մատանիների եւ զարդերի մասին եւ ասել, որ Aridipo-ում դուք կարող եք գտնել լավագույն փսակադրության փաստորեն մատանիները եւ զարդերը։ Դրանք ի դեպ կարող են համապատասխանել մեկը մյուսին եւ տղամարդուն եւ կնոջը իրար կամ հակառակը կարող են ունենալ ամենաանհավանական մտքի եւ ֆանտազիայի թռիչքները։ Միաժամանակ իհարկե կարող են լինել եւ ավելի համեստ բյուջեով նախատեսված ադամանդներ, արհեստական ճանապարհով աճեցված եւ հակառակը անգամ ամենաթանկ ադամանդները կարող եք այստեղ ձեռք բերել։ Խոսելու ենք այսօր նաև փաստորեն մարգարիտների մասին, որոնք շատ նորաձև են եղել եւ ձեր տատիկների ժամանակաշրջանում եւ ձեր մայրիկների եւ հիմա եւս վերադարձել են նորաձևության ոլորտ։ Եվ այս մարգարիտները, որոնք ներկայացված են հենց Aridipo խանութ սրահում, իսկապես դիզայներական գեղեցիկ գլուխգործոցներ են։
ինքներդ կարող եք համոզվել, որ այցելելով Արի Դիպո դուք կգտնեք ձեր ճաշակին համապատասխան լավագույն զարդերը։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե մշտապես այս ժանրում ստեղծագործող մարդիկ, ովքեր հստակ այս ժանրը տանում են իրենց ուսերին եւ իրենց պարտքն են համարում պոպուլիզացնել նաեւ երիտասարդների շրջանում այս երաժշտությունը, ինչպես են վերաբերում էստրադային արտիստների ժամանակ առ ժամանակ այս թեմային անդրադառնալուն, երբ դուք հասկանում եք, որ դուք դա անում եք ամենօրյա ռեժիմով եւ մեկ էլ ինչ-որ մեկը ով մշտապես երգում է փոփ կամ կիսառաբիս մի բան, երբեմն ստեղծագործում է նաեւ այս ժանրում ու ոչ միշտ է պահում ժանրի կանոնները։ Ինչպես եք դրան վերաբերվում։ Այդքան էլ լավ չեմ վերաբերվում։ Ցավոք սրտի, երբ որ մի քանի կրակոց է հնչում, բոլորը որոշում են հայրենասիրական երգեր երգել։ Թող երգեն, բոլորը թող պահպանեն այդ։ Բայց այդ ժամանակ առ ժամանակ այդ որ դա համեմատում են մոդայի հետ, ինձ բարկացնում է այդ։ Ամբողջ կյանքում դու քո ուսերին դա երգում ես, չէ՞։ Ես իմ գալուց առաջ Միացյալ Նահանգներ պատերազմից հետո 1 տարի հետո ես եկա այստեղ տեղափոխվեցի, պիտի ասեմ, որ շաբաթը եթե 1 օր չէ, 2 օր ես զոհված զինվորի ծնունդ էի երգում, որ պարզապես ծնողը զանգում ասում էր, որ իմ տղան այդ երգերը լսելով ոգեշնչվել է, գնացել է, դուք իր սիրելի երգչուհին եք եղել, իր 18-ամյակն է կամ 20-ամյակն է, կգաք երգեք, բայց դու պիտի գնաս այնքան ուժ ունենաս քո մեջ, որ դա սուկ չդարձնես, այ ընդհակառակը ոգեշնչես իր ծնողին, որ հավերժ փառք այդ տղերքին, ովքեր որ իրենց շնորհիվ մենք այսօր ապրում ենք, մենք այսօր իրենց հիշում ենք, բայց ինձ մոտ արդեն սկսվեց այդ ամեն ինչից հետո շատ ստրես, որ արդեն ես խեղդվում էի, որովհետև ամեն անգամ այդ ծնողին նայելով դու քո ապրելը մեղավոր էիր զգում։ Այդ պատմություն է, որ այդ երգերն էլ պիտի քո գենի մեջ լինի, որ դու երգես։ Ուղղակի մոդա դարձնել ու երգել, որովհետև այդ պահին պահանջարկ կա, հա, կռիվա երգենք, որ ասեն, օ, ինչ լավ երգեց։ Հենց ինձ համար դա հենց այնց երգիչներ են։ Դու շատ երկար տարիներ շրջագայել ես նաև Ներսիկ Իսպիրյանի հետ եւ շատ ակտիվ ա եղել մամուլում եւ ընդհանրապես մարդկանց աչքի առաջ ձեր համագործակցությունը։ Իմ ունեցած տեղեկություններով այսօր ձեր միջև լարված հարաբերություններ են կամ չկան հարաբերություններ։ Արդյոք դա ճիշտ է թե ոչ։ Լարված հարաբերություններ չեն, ինքը ինձ համար էլի մնում է վարպետ, ում երգերի իսկապես այն միակ կատարողներից է, որ պահպանվել է իր արվեստը եւ փոխանցվել է սերնդե սերունդ։ Բոլորս էլ լսել ենք իր երգերը, իր կատարումները, պարզապես չենք աշխատում իրար հետ։ Թե չէ լարվածություն ես մինչև օրս էլ, եթե իրեն տեսնեմ, կասեմ լավ ես Հոպար ջան, որովհետեւ ես միշտ մտածել եմ, որ մենք մի ցեղից ենք, ինքը Մշեցիա, ես Սասունցի եմ։ Ուղղակի չենք աշխատում։ Նախ այս հեռավորությունը, հետո չենք աշխատում, բայց դա չի նշանակում, որ ես չեմ գնահատում իր արվեստը, ես գնահատում։ Բոլորիս համար հասկանալի է, որ կա կոնֆլիկտ։ Եվ բոլորիս համար հասկանալի է, որ կոնֆլիկտը ոչ թե անձնական, այլ աշխատանքային գործնական դաշտում է։ Ինչ է իրականում տեղի ունեցել։ Իմ ունեցած տեղեկություններով դրանք երգացանկի եւ ռեպերտուարի։ Չէ, երգացանկի հետ ընդհանրապես կապ չունի, մինչեւ այսօր էլ ինձ միշտ լուրեր է հասնում իրենից, որ ինքը միշտ գնահատել է իմ երգարվեստը, միշտ լավ խոսքեր է ասել իմ երգելու հետ կապված։ Պարզապես մենք աշխատում ենք ես, Աղասի Սպիրյանը, Ռուբենը միասին համերգներով, եկանք անգամ Միացյալ Նահանգներ տարիներ առաջ մեզ միացավ նաև Ներսիկ Իսպիրյանը։ Հետո երբ որ վերադարձավ Հայաստան, 1-2 համերգ աշխատեցինք, հետո հասկացանք, որ չի լինի, որովհետև ես ամեն դեպքում ես շնորհակալ եմ իմ ընկերներին, որ միշտ հնարավորության դեպքում, երբ որ մի համերգի հրավեր է ստացել օրինակ Ռուբենը Սասունցի,
Անպայման ինձ աղասին ասել է այդ մասին, որովհետև մենք երեքով իսկապես ուժ ենք եղել։ Հետո, բայց ես ինքս եմ իմ աշխատելու շնորհիվ եմ դարձել իմ անունը ստեղծել։ Սա չլինի, որ տենց ես իմ համար գժվում եմ, պարզապես ես ինքս իմ աշխատելու ճանապարհն եմ ունեցել, աշխատելու ձևն եմ ունեցել, ում համար ինչ կերպ կարող եմ երգել կամ չերգել։ Շատ դժվար է, երբ որ դու կայացած ես լինում եւ կողքից թեկուզ քեզ լավ ուզելով փորձում են քեզ ուղեցույց լինել։ Դրա համար այդ քեզ դժվար է լինում։ Եթե դու լինես նոր գցած առու, քեզ ոնց ուզեն կարող են իրենք տնօրինել։ Բայց երբ որ դու ունես քո սկզբունքը, դու ունես քո աշխատելու ձևը, մի քիչ քեզ դժվար է։ Դրա համար ես ամբողջ կյանքում այդ պրոդյուսեր ասվածը չունեմ։ Այնուամենայնիվ, արի օգտվենք այս հնարավորությունից, պարզ է, որ վարպետը նայելու է այս հարցազրույցը եւ դու էլ միայն ու միայն հարգալից ես խոսում եւ կադրում եւ կադրից դուրս իր մասին։ Արի փորձենք այս կոնֆլիկտը հարթել, այլ ոչ թե ավելի խորացնել այս հարցազրույցով։ Չէ, չկա կոնֆլիկտ ընդհանրապես։ Ջերմ ուղերձ, ինչ որ մի ջերմ ասելիք։ Ես իսկապես անկեղծ միշտ վերաբերվել եմ իրեն որպես ինձ հորեղբայր։ Շատ սիրում եմ իր երգը, մենակ մի բան կցանկանամ, որ միշտ առողջ տեսնեմ, ու ես վերջերս մի տեսանյութ Facebook-ով եկավ ինձ, անգամ տանը ասենց ոգևորված ամուսնուս ասեցի, ինչ լավ է, որ հոպարը չի ծերանում երբեք։ Ես կուզեմ, որ ինքը միայն իրեն առողջություն լինի, ուրիշ ոչինչ, որովհետև ինքը իր երգը երգել է եւ երգում է, եւ դեռ կերգի։ Եվ սերունդներն էլ դեռ կլսեն եւ բնականաբար իհարկե հայ մնալու կարևոր նախապայմաններից մեկը։ Ես ընդհանրապես իմ բնույթով կոնֆլիկտային մարդ չեմ։ Գիտեմ։ Եվ ատում եմ հիշաչար մարդկանց։ Չեմ սիրում, երբ որ մարդը հիշաչար է լինում։ Գիտես, բոլորը ոլորտում խոսում են այս թեմայի վերաբերյալ, որ կա լարվածություն, եւ ես էլ որքան որ ուզում էի հարցազրույցը լիներ ջերմ ու տաք եւ այդ ուղղությամբ էլ տանում էի, որպես պրոֆեսիոնալ ինքս ինձ երևի թե քեզ էլ շնորհակալություն, որ ես հարցը բարձրացնեի, բայց չէի ուզում հարցը կիսատ թողնել, որովհետեւ գիտեի քո պատասխանից հետո սա մամուլում հաստատ քննարկելու են եւ եթե չլիներ այս վերջում քո ջերմ ուղերձը այդ ամեն ինչը հերքող, հաստատ շատ ավելի խորանալու էր այն լարվածությունը, որը մարդիկ տեսնում են։ Իմ մեջ ոչ մի նստվածք չկա, անգամ գիտեն իմ շատ սիրելի ընկերները, իմ աղասը, իր կինը, որ միշտ եմ այդ մասին խոսում իրենց տանը, երբ որ առիթ է լինում, դե հոպարը որ այնտեղ չի լինում, միշտ ասում եմ, որ իմ մեջ Աստված վկա ոչ մի նստվածք չկա, թող բոլորը լավ լինեն։ Եվ մեզանից ինչ է հասնում, որ իրար տեսնենք այնքան կարճ է այս ամեն ինչը։ Ես միշտ իմ ընկերներին եմ ասում, ես կարող եմ արթնանամ ու չերգեմ, կամ ընդհանրապես չլինես։ Բայց մի հատ ժպիտ, քաղցր խոսք ու ամեն ինչ, նախ դու ինքդ ես հանգիստ ապրում։ Յուրաքանչյուր մարդ, երբ որ չարանում, այդ պահին ինքը իրան է վնասում։ Ես չեմ չարանում։ Գոհար, ինչպես ես դաստիարակում որդուդ եւ դստերդ այս երկրում եւ որոնք են քեզ համար այն ամենակարևոր արժեքները, որ դու եւ ամուսինդ փոխանցում եք նրանց։ Ինձ համար ամենակարևոր արժեքը այն է, որ իրենք մնան հայ եւ անկեղծ 4 տարի է, որ այստեղ ենք ապրում։ Իրենք ոնց որ հենց նոր Հայաստանից եկած լինեն, որովհետեւ ամառվա 3 ամիսը իրենք Հայաստան են գնում, ավելին ասեմ, տատիկների բակում են մեծանում ու այդ հայկական խաղերի ներքո են մեծանում։ Լինեն ազնիվ, առաջին իրենք իրենց հետ լինեն ազնիվ։ Եվ իրենք շատ լավ գիտակցում են, որ պարզապես եկել են այս երկիր, որ ուղղակի սենց ստացվել է, սովորում են, ինչ-որ մի բանի են հասնում եւ առաջին երկիրը իրենց համար աշխարհում, երբ որ հումոր եմ անում, աղջկաս ասում եմ, այս տարի ամռանը չենք գնում Հայաստան, գնում ենք մի ուրիշ տեղ հանգստանալու, ոչ, իրենց համար իրենց Հայաստանն է եւ հայ լեզուն։ Որտեղ էլ որ ապրես, միևնույն է, տեղանքը պիտի չխանգարի քեզ, դու քո հայրենիքը քո մեջ պիտի լինի։ Եթե մարդ հայ չի, բայց ինքը ապրում է Հայաստանում,
տեղանքը չի կարող փոխել մարդուն։ Ես վերջերս իմ շատ լավ ընկերս ասեց Դավիթ Համալյանը, Գոհարին ոչ մի բան կյանքում չի փոխի։ Մեկ այն ինքը էլ իր Ամերիկայում էլ տոլման պատրաստում չէ։ Հա, իսկապես քո կերպարը ամենահակասական կերպարն է մեր շոու բիզնեսում, ինչու, որովհետև դու նախ կարողանում ես պահպանել այդ ճիշտ կեցվածքը, որ որևէ մեկը երբեք որևէ պարագային չի կարող այլ տեսանկյունից նայել քեզ, բոլորը գիտեն, թե ում հետ գործ ունեն, թե որքան սկզբունքային եւ հայեցի, հայ կնոջ ավանդական կերպարին համապատասխան հայուհի ես եւ միևնույն ժամանակ ծայր աստիճան հումորով ու լուսավոր մարդ, որ ուղակի առանց թուլանալու ծիծաղից կողքը նստել հնարավոր չի։ Շնորհակալ եմ։ Ինքան էներգիա տվեցիր ինձ այսօր։ Գնում եմ ինչքան լավ էներգիա ես հիմա փոխանցում մեր բոլոր հետևորդներին։ Ու վերջում ինձ հաստատ չեն ների, եթե ես քեզ թույլ տամ գնաս առանց որևէ կարճ ակապելա կատարման, բայց կուզեմ անպայման երգես մի բան, որ կուզեիր հիմա երգել հայրիկիդ համար։ Ու եթե նա հիմա լսում է քեզ։ Չեմ մոռանա ուշ ձայնդ իմ հայրիկ, Ղարաբաղի զմրուխտ հավքեն քո սիրած, ահոգուս մեջ բուն են դրել իմ հայրիկ, Թովիչ երգիդ հնչուները չմարած, ահոգուս մեջ բուն են դրել իմ հայրիկ, Թովիչ երգիդ հնչուները չմարած։ Շնորհակալ եմ։ Ահա այսպեսին էր այսօրվա տետատետը լի էմոցիաներով, ամենատարբեր գունաբնակի էմոցիաներով։ Մնացեք մեզ հետ։ Այժմ մենք գտնվում ենք Aroma International Marketplace-ում։ Իր մի քանի հասցեներում Լոս Անջելեսի այս խանութն առաջարկում է ամենաթարմ եւ լայն ուտեստների տեսականին։ Պետք է հաշվի առնել, որ մրգերի եւ բանջարեղենների տեսականին յուրաքանչյուր օր թարմեցվում է եւ ամեն անգամ այստեղից կարող եք գտնել ամենալավ հումքը։ Անմիջապես հենց ամենակարևոր եւ թարմ որակյալ ուտեստները կարող եք իսկապես գնել ամեն շաբաթ այստեղ։ Նաև պետք է հաշվի առնել, որ Aroma International Marketplace-ի մսի, ինչպես նաև bakery, ինչպես նաև catering բաժինը աշխատում է չափազանց լավ եւ դրական։ Առանձին ապրանքներ կան, որոնք եւս արտադրվում են հենց հատուկ Aroma-ի համար։ Օրինակ, այս չոկոպայները, ինչպես տեսնում եք, արտադրվում են հենց Aroma International Marketplace-ի համար եւ մի շարք այլ ապրանքներ կարող եք էքսկլյուզիվ կարգով գտնել հենց այստեղից։ Իսկ այժմ եկեք տեղափոխվենք food court, որտեղ կարող եք եւս ուտելիքներ ճաշակել հենց այստեղ։ Եվ ահա մենք գտնվում ենք Aroma-ի food court-ում, որտեղ առաջարկվում է fast food-ի լայն տեսականի։ Այստեղ կարող եք անմիջապես տեղում ճաշակել ձեր նախընտրած fast food-ի տարբերակները, եւ որ ամենակարևորն է, դրանք պատրաստվում են հենց տեղում թարմ հումքից եւ բնականաբար իհարկե շատ համեղ եւ օգտակար։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։
MX Motors, fast in Los Angeles. The story you're about to hear is true.